ուզենալ հայտնի լինել։ Այդ շատ վատ բան է։ Ոնց կարա մարդ նորմալ մարդ ուզենա հայտնի լինել։ Ես կընտրեի բժիշկ լինել կամ մանկավարժ, եթե լավ վճարվեր։ Քո կարծիքով մարդիկ ինչի չեն լավ վերաբերվում, երբ որ մարդ իր մասին լավ բաներ է պատմում։ Իմ մոտ էլ ա եղել, հյուրեր եղել են, որ օրինակ իրանց անցած ճանապարհը պատմել են, ու գիտեմ են ինչ որ իրանք պատմում են, օրինակ չգիտեմ իրանց արածի կեսն է չի, բայց այդ ընկալվել է որպես օրինակ գլուխ գովալ։ Հեշտ է հասնել այսօր 2 վայրկյան է հասնել հանրության ուշադրությանը, բայց արի պահենք հələ դա տասնամյակից ավել անընդհատ լինելով ալիքի վրա, անընդհատ լինելով քննարկված։ Հենց այս նաուշնիկները դնում եմ, ամեն ինչ մոռանում եմ ու մենակ այս զրույցի մեջ եմ մտնում, որովհետև եթե հանկարծ մտածեմ ով ինչ կմտածի, ոնց կմտածի, ինչ կլինի, զրույցը չի ստացվի։ Ու էսի անոնց դնենք։ Մարդը վատ բան է նարդ։ Եկել եմ պոդքասթի։ Կստացի ձեզ վերաբերվում այդ կուտոկին։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրներ Ավետ Բարսեղյանը։ Ավետի հետ զրուցել ենք երաժշտությունից, բանաստեղծություններից, իր նոր գրքից, ինքնաբավ լինելուց եւ շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անենք, կարող եք նաեւ լայքել։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects, կերտելով ապրելակերպ։ Ավետ ջան, ո՞նց ես։ Ողջույն, լավ, Նարեկ ջան։ Վերջապես հասանք այս Հա, սիրուն շենք։ շատ ենք սպասել այս ոդկասթը։ Ես էլ։ Ես որ պրոդյուսերիդ հետ ծանոթացա, շատ ասացի ինչի է այդքան խելացի մարդիկ գալիս են Նարեկի մոտ գնում են, ասում եմ տեղս չգիտեք, համարս տամ, ինչ անեմ։ Պատրաստվում է երկար է ոդկասթը։ Բայց մի հատ հետաքրքիր բանի մասին սկսեցինք խոսանք միջև ոդկասթը, օրինակ ես քո տարբեր ինտերվյուներ նայեցի, գործերից դեռ մի քանի բան կարդացել եմ ու նենց տպավորություն ոնց որ Ավետ Բարսեղյանը մի հոգի չի։ Մի քանի հոգի է, տարբեր կերպարներ կա մի մարդու մեջ, բայց միառ ժամանակ է հասկանում ես, որ եթե տարբեր կերպարներն է, ուրեմն մի հատ ուրիշ է կա, որ այդ բոլորին կառավարում է, որը ավելի կարա հետաքրքիր է էլի։ Հիշում ես 27 կերպարեր այդ մարդը որ դատին մանյակը։ Հա։ Պատվալում պահում էր։ Դե նորմալ մարդիկ նաջան բիպոլար են օրինակ լինում расстройствաները։ Իմը երևի կվադրո, կվինտոպոլար այդ երևի թե հիվանդություն չի, վայբի մեջ ընկնելն է, նայած ուր են կանչում, նայած ուր են տանում խոսակցությունը իմ հետ, որովհետև փառքաստը իմ կյանքում էստրադային դաշտ կա, պոեզիայի դաշտ կա, մարդկային դաշտ կա, անտանելի դաշտ կա, մեծամտության խաղարկային դաշտը, չգիտեմ, ուր ասես կարամ գնամ այդ առումով, թե իրականում կյանքիս ընթացքում կկարողանամ հասկանալ ով է իրական այդ տանգը քշում, գիտեմ մենակ որը լղջում է, որ գնում է առաջ այդ վախից երևի, որ այդ հրասայլի մեջ նստած փոքրիկ երեխուն չվնասենի պարագային, երևի էդ է, Նարեկ ջան, որ վախից լղջում է։ Հա, այսինքն վախն է շարժիչը։ Ամենակարևոր մարդու երևի այդ բազովի հիմնական վախը, որ չվնասեն, որ ինքը հանգիստ լինի, ավելի լավ է իրան ասեն, մեծամիտ է, հիվանդ է, չգիտեմ, տրիպոլար է, բիպոլար է, ստրուկա, լավ համանա, չինեմ, ինչ ուզում են, ոնց ուզեն։ Բայց մյուս կողմից է քո կերպարը նենց է, որ անընդհատ ուշադրություն է իր հանդեպ բերում ու դա վախենալու չի։ Շատ։ Բայց տարիների ընթացքում դառել է երևի սովորական, ջան, ես որ միտեղ կամ on-line որ հաչում եմ, ինչ որ մի բան եմ ասում, դա կարող է շատ սուր լինի, դա դառնա առանձին քննարկման թեմա, քննարկում լինի։ Այդ արդեն ոնց որ կապել է ու փոք չի գալիս այդ վիճակը։ Այդ նրանից է որ on-line եմ, ես չեմ մտածում խոսելիս։
ես չեմ հաշվարկում ով է դիմացս, լավ կլինի թե վատ, դուր կգամ թե չէ, կվիրավորեն թե չէ ու այդ րոպե, չգիտեմ, մրցանակաբաշխություններին վերջիններից 3 հատ բան եմ տվել առիթ մրցանակաբաշխությանը խոսելու, անկախ այդ մրցանակաբաշխությունից Միացյալ Նահանգների 3 հատ թույն գմփոցի եմ նվիրել մերոնց այդ ընթացքում հատուկ չեմ անում իսկապես որպես մարդ բացարձակ լավ խաղաղ սիրում եմ խաղաղություն, լռությունին, կաբինետին, գրքերին, մթնոլորտը հիմնականում Բայց նաև չես թաքցնում ինչ որ դու կաս էլի դե չէ, այդ լիրբ տեսակն էլ չեմ թաքցնում։ Հա։ Ես օրինակ չգիտեմ, հիմա այն process-ի մեջ եմ, որ փորձում եմ ինքս ինձ լրիվ վստահ եմ կամ ինքս իմ ճաշակին լրիվ հավատամ։ Հա, ինձ թվում է դու այդ ճանապարհը արդեն երևի անցել ես, հա։ Լրիվ սուտ կլինի, գիտես, տենց մարդ չկա, որ ասի ես հաղթահարել եմ հանրային կարծիքը, տոկոսային առումով, ձերբազատման տոկոս կա երևի Նարչյան, որ անընդհատ ափի մեջ ես ապրում, դու քեզ ինչքան խփեն, դու այդքան, եթե չես սատկե, մինչև օրս 30 տարվա ընթացքում գործունեության, ուրեմն դժվար էլ հետագայում սկսես հաշվի առնել։ Ես իրականում հաշվի առնում, չկա, ասում եմ 100%-անոց մարդ, որը ասի դե ես թքած ունեմ ու թքած ունեմ։ Չէ, միևնույն ազդվում ես ինչ որ հիմարությունից։ Դուրդ գալիս է լավ բաները, դա երբեք չի դառնում, չի բթանում իխվալու իկլիվիտու։ Բայց надо приемлю равнодушно, ասում են։ Ես փորձում եմ համ մեծ սերը, որը ես շատ եմ տածում, ես երբևէ Նարեկ ջան չեմ հանդիպել մեծ ատելության դրսևորմանը ֆիզիկապես Օնլայնից դուրս։ Օնլայնից դուրս երբևէ։ Մենակ սեր, հարգանք, պատժ, նկարվել ու գովասանքի խոսքեր։ Այսինքն նկարվելու պակաս չկա։ Չէ, կասկադում նկարվելու պակաս չկա։ Բայց այդ երևի ամենաէպիկներից էր, քո մեմերից էլի կասկադի նկարվելը։ Ուժ էր պահանջվում էլի դրա համար, որ այն ինչ որ ուզում են սարքեն գլխի, դու սարքես իրանց գլխի։ Ոնց արեցիր։ Սկսեցի դնել սախ, այն ինչ որ ձեռը առնվում, դնել իմ մոտ։ Հակառակը շեղել վեկտորը։ Այդ էզոթերիկ էներգետիկ դաշտերին ծանոթ լինելու եւ այս ասպարեզում հասկանալու, որ չկա պլյուս ու մինուս, կա անվան քննարկում, ինչքան քննարկեն այնքան լավ։ Կարևորը Աստված, ես ու իմ ընտանիքը ու իմ փոքր ընկերական օղակը իմանանք ես ով եմ։ Վարդուշ տոտան, իր հոր քուրը, մարդը, իր հոր քուրի քենին, բաջանաղը, թե ինչ կմտածեն, ես չեմ ծնվել, որ դուր գամ ամենքին, այդ է իմ փոքրիկ ազատության բանը, Նարչյան։ Լավ մարդ հանդիպեմ, пожалуйста, Նարչյան։ Ինչ որ վատ կոմենտ տաս, ես կազդվեմ, որտեղ սիրում եմ քո պոդքասթը, ուղեղդ, լռությունդ, հանգստությունդ, ինտերվյուատորի զսպվածությունն ու ինտերվյուի մեջ գիտես պաուզան ամենալավ բան, լսելու կարողությունը։ Լավ մարդկանցից ստանալ քննադատություն, пожалуйста, միշտ բաց եմ եղել, դրա համար էլ աճս տարիների ընթացքում ես գոնե տեսնել։ Ագվա բիզնես ակումբը բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս ակումբի անդամ ընկերություններին ընդլայնել իրենց գործարարական կապերը, մասնակցել բիզնեսին առնչվող թեմատիկ քննարկումներին եւ միջոցառումներին, ստանալ հատուկ առաջարկներ իրենց բիզնեսի կարիքների համար։ Ակումբի անդամները հնարավորություն ունեն տեղեկանալ տարբեր ոլորտների տեղական եւ միջազգային փորձից, զարգացման տենդենսներից, քննարկել իրենց ոլորտին առնչվող ամենաարդի խնդիրները համապատասխան կառույցների ներկայացուցիչների, միջազգային եւ տեղական խոսնակների հետ, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցություններ։ Ակվա բիզնես ակումբի անդամ կարող են դառնալ Ակվա բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից, տարեկան 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն եւ 6 ամսվա գործունեություն։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել բանկի sme.agba.am կայքում եւ լրացնել անդամակցության հայտը։ Իսկ ինչ կուզեի որ քո մասին
մարդիկ իմանային, որ ամենաշատն արտացոլում ով ես դու։ Որ իմանային, որ մեծամիտը իրանք են, ես չեմ, ես բացարձակ եղել եմ մեծամտություն հասկացողություն։ Այդ կուզեի իմանալ, որ ես Այսինքն այն բաները, որ դու քո մասին ասում ես, մարդիկ ընկալում են որպես մեծամտություն, դա մեծամտություն չի։ Չէ, բացարձակ ես կենցաղում կյանքում իմ փիլիսոփայության մեջ էգոս վաղուց սպանած տշած այդ էգոյի վրով քայլած, սատկացրած, նորից վերածնած ու նորից սատկացրած մարդ եմ իրականում։ Չնայած մյուս կողմից, եթե ինչ մտածում ես, ասում ես հանրային, ուրեմն էգոնը տեղ շատ մեծ չի, հա, տեղ չկա, որովհետև պատկերացնում ես, որ այդ աստծին ինչ աններ էլի։ Այդ որ տենց իրանց հեշտ է։ Հին դարայրում չէ որ չէին հասկանում մարդիկ ինչա, ավելի հեշտ էր ասել, չգիտեմ, սատանայը կամ աստվածը։ Չէին հասկանում մի բան, անձրև որտեղից է գալիս կամ ինձ թվում է երբեմն հանրությունը այդ խավարամիտ միջնադարից է գալիս, որ չի կարողանում, երևույթ է, որ չի կարողանում բացատրի, ավելի լավ է ինքը ասի գիժը, ստրուկը, չգիտեմ, կամ ինչ-որ մի բան։ Իսկ քո կարծիքով մարդիկ ինչի չեն օրինակ լավ վերաբերվում, երբ որ մարդ իր մասին լավ բաներ է պատմում։ Օրինակ իմ մոտ էլ է եղել, հյուրեր եղել են, որ օրինակ իրանց անցած ճանապարհը պատմել են, ու ես այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ ու գիտեմ ինչ որ իրանք պատմում են, օրինակ չգիտեմ իրանց արածի կեսն է չի, բայց այդ ընկալվել է որպես օրինակ գլուխ գովալ կամ ոչ համեստ լինել։ Մերոնք մի տեսակ կամ ընդհանուր աշխարհում երևի այդ օրինակ ոնց չասեմ, նուրը հանճարեղ է։ Ես չեմ կարող ասել այդ մարդը տաղանդավոր է։ Ինքն է գիտի, լավ, օքեյ, ինքը կարող է չասի, բայց հիմա հանճարեղ է այն մարդը։ Կամ Արամ Ավետիս, ես բոլոր իմ եթերներում պետք է խոսամ այդ երեխու մասին։ Հանճարեղ գրող է այսօրվա մեր, ոնց չասես։ Ուրիշ բան, որ ես գիտեմ ես ով եմ, գիտեմ իմ խոսքի ուժը, գիտեմ իմ շնորհքի չափը ու հատուկ ասում եմ դա հանճարեղություն է, որ սովորի ականջը, մարդկանց ականջը սովորի, որ մարդ կարա իր մասին օբյեկտիվ պրոֆեսիոնալ կարծիք ունենա։ Ու այդ ստից չասեն իրա մեռնելուց հետո էլի։ Ախր որ մեռնեն, Քնար ջան, օրինակ դու հանճարեղ լավ ինտերվյու ա տալիս, հիմա քեզ պետքա մեռնելուց հետո ասեն, դու դա չես լսելու, չես վայելելու։ Դու առաջի մարդն ես, որ ինձ հանճարեղ ասես։ Դե լսի, ուշադիր լսի, որ շատ հաճելի, հանդարտ ու լավ, ասում միակ պոդքասթներից էր, որ ես եմ ասել, իսկ ինչի, այդ ինչի ես չի կամ որ շատ մեծ հաճույքով եմ եկել, որովհետև իրականում իմ հոգին շատ է սիրում, լուր, սիրուն, հանգիստ բաներ։ Դու տեսել ես իմ պոդքասթները ինչ աղմկալից են լինում հիմնականում։ Կան նաև հանգիստ, այդ պահն է եղել ինձ հետաքրքիր, շատ ուզում եմ հասկանալ քո զրույցը, դու ինքդ քեզ ոնց ես ընկալում, որտեղ вообще չեմ ընկալում ինձ, ախր, նա։ Չես խորանում։ Вообще չեմ խորանում, ոչ քայլելուց, ոչ տանը կենցաղային ինչ որ պտուտակահանով մի բան անելուց կամ մի բան սարքելուց։ Իմ տան խնդիրը ոչ թե ես եմ իմ եսով, այլ ձիվան չունեմ, հիմա շատ լավ կլինի պրոդյուսերի հետ միասին մի հատ ամպեր գտնենք Ստալինսկի դնենք տանը, որտեղից չգիտեմ։ Իմ լամպաշկեն փոխելու չես մտածում ես ավեն բարսեղի։ Բացարձակ։ Ինձ որ գաք տանը տեսնեք, բացարձակ նորմալ է, բայց ինչ պետք է լիներ, ես իմ ovs էլ չեմ, ես իմ ինչս էլ չեմ, բայց գոյություն ունի մի հատ առաքելություն, որ ես կայացնելու եմ։ Ես ստիպելու եմ ինձնից հետո նաև եկող են ջահել լավ երեխեքին, ովքեր ունեն շնորհք, տաղանդ, հանճար, կապ չունի ինչ որ շնորհք, իրանց при жизни պետքա սիրեն, պաչեն դնեն գլխներին ու ասեն այդ բառը։ Հա։ Լավը չի կարելի տենց պահել անընդհատ, այդ գնա մերի արի սիրեմի պահը դա նիկրոֆիլիայի շատ վատ տարբերակ է։ Բայց մյուս կողմից նաև փոխվում է այդ։ Կամաց։ Օրինակ ես ինձ վրա զգում եմ մարդիկ ինչքան դրական էներգիա են տալի ինձ, որի համար ես անչափ շնորհակալ եմ։ Օրինակ, այս վերջերս ով երեք է որ գոհեր մնաց։ Չէ,
հարազատ մարդկանցից մեկի հետ խոսում ենք ու հենց դրա մասին խոսք գնաց, որ ասում եմ ինձ ոչ թանկ ինչ-որ մեքենաներ այ կարիք ունեմ կամ ինչ-որ մի ձև ինձ ցույց տալու, որտեվ ես այնքան էներգիա եմ անծանոթ մարդկանցից ստանում, որ ես լրիվ բաղարարված եմ, էլի։ Ես այդ բառը ասեցի, չէ, самодостаточность Հա, ու շատ այդ շատ շնորհակալ եմ ես դրա համար մարդկանցից ու այսօր արդեն ինձ թվում է գիտես հարցը որն է որ մեր հասարակությունում երևի այդ փլուզումից հետո սովետական միության երբ որ այդ մութ տարիներն էին ու ամեն մեկը ոնց կարողանում էր ապրում էր այդ շրջանը անցավ ու վերջի չգիտեմ 20 տարին է ինչքան է մարդիկ արդեն սկսեցին ինչ-որ բաներ ստեղծեն բիզնեսներ, արվեստ, ֆիլմեր, սերիալներ, չգիտեմ, բլոգերներ, տարբեր մարդիկ։ Ու երբ որ բավարար քանակությամբ մարդիկ սկսում են ինչ-որ բաներ ստեղծեն, սկսում են հասկանալ ինչքան դժվար է դա։ Այդ անել, հա։ Ինչքան բարդ է։ Ու երբ որ դու տեսնում ես մարդիկ, որ այդ ճանապարհը անցնում են ու մեկը շարունակում են ստեղծեն, մեկը շարունակում են ոգևորեն, մոտիվացնեն մեզ բոլորս, դու այդ մարդկանցով ոգևորվում ես։ Ու ուզում ես, որ մարդ դա իմանա։ Հա, հա։ Շատ ուրախ եմ ամենասիրելի նոր հասկացա ակցենտից իսկ որ տաղամասից կներես էլի գնաց միտքս որովհետեւ բանյո խիմզավոտ չհասած ես դարպասում եմ անցկացրել իմ ամբողջ մանկությունը դարպաս գյուղում ֆինական դոմիկները որ տվել էին այնտեղս իսկ ընդհանրապես մերոնք մամայիս կողմը խնձորուտից Վարդանլու հա ամբողջ շատ են այնտեղ Վարդանլուեցիք իմ բարեկամներն են համարյա բոլորը բայց դու ակցենտ չունես բայց ես չեմ ծնվել այնտեղ մաման ծնվել է Երևանում արդեն բայց իր պապիկս Անուշավան պապիկս ու ամբողջ Վարդանվեցի հասկացա եկեբոշից հաստատվել այդ այնց թվում է այդ պահն է որ մարդիկ սկսել են ստեղծեն ու հասկացել են ինչքան դժվար է ու դրա համար դու սկսում ես ոգևորվես ու մոտիվացվես այն մարդկանցով որ դա անում է դե բանար ջան ու չես թաքցնում դա ուրիշը հասնելը մի բան ախր տարիներով պահելը բան ինչքան դժվար է դրա համար եմ ասում ինչի մենք պետք է Նազենի Հովանեսյանին ասենք Նազենի Գառնիկովնա դնենք գլխներիս ու տանենք չգիտեմ ու փայփայենք այդ դրա համար որովհետև ես դեռ իմ օրինակը չեմ բերում որովհետև հեշտ է հասնել այսօր 2 վայրկյան է հասնել հանրության ուշադրությանը բայց արի պահենք դա 10-ամյակից ավել անընդհատ լինելով ալիքի վրա անընդհատ լինելով քննարկված անընդհատ խոցված ու չմահացած այդ շատ դժվար է գիտելիքը ուժ է հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին Ամունձի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը որpիսի դուք հասկանաք թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է այցելեք Ամունձի Ագբա.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amunziagba.am կայքում։ Իսկ քաղաքական թեմաներով ավելի դժվարացավ, հա։ Ավելի 18-ին սարքեց շատ լավ գրող, շատ լավ բանաստեղծ։ Դժվար էր, բայց երբ որ արդեն 600 կիլովատը ստանում ես հոսանք, արդեն 15-20-ը դառնում են։ Ես շատ շնորհակալ եմ 2018 թվականին, շատ։ Հանրությանս եմ շնորհակալ, որ մի մարդու պես թաղում էր ինձ ընտանիքիս անդամներին բայց ինչից է հեյթը սկսած չստորագրելուց որ ես չեմ ստորագրվել որ ես չեմ իջել հրապարակ հա որ ես իմ անուսը չեմ ճղել այդ երևույթի հանդեպ այդ իմ Նազենի եւ մնացած շատ քիչ մարդկանց չստորագրելը չլեգիտիմացնելը 2018
Որովհետև դուք ասոցացվում եք հին Հին իշխանությունների հետ, ընկերների հետ ենք ասոցիացում, չնայած որ բայց դա տենց երբևէ, էր։ ոչ ես, ոչ իմ ընկերներս տենց ինչ որ մի մեծ բաներ երբևէ ոչ ուզել ենք, ոչ ստացել ենք, ոչ ունենք հին իշխանությունից։ Ունենք բնականաբար, ես հատկապես ունեի երջանկահիշատակ ընկեր, Ռիտա Սարգսյանը Ռիտա մասնախոսք։ Ալեքսանդրի Սարգսյան, Հա։ այդ է։ Բայց դա չէր իմ չստորագրվելու պատճառը։ Հմ, Ես պարզապես շատ խելացի մարդ եմ ու ես տեսնում էի ինչ էր կատարվելու հետո։ հասկացա։ Հիմա ո՞նց ես։ Հիմա լավ եմ բացարձակ մուզիկանտոն պոլիտիկա տարբերակում բնականաբար սուտ եմ ասում հիմա, որովհետև ես չեմ հասկանում այդ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես արվեստագետ եմ, չկա այս փոքր երկում, այս փոքր գյուղում չկա մարդ, որին չի դիպչում քաղաքական վիճակները։ Հմ, Ըստ դրա պարզապես չեմ շատ խոսում էներգիաս մտածմունքս ես չեմ տալիս, որովհետև արդեն հասկանալով, որ դրանով դու սնում ես այդ էգրեգորը, ես դադարել եմ սնել այդ համակարգը։ Իսկ հիմա ինչի վրա էներգիա գնում ամենաշատը։ Սեր արարելու, սեր կարկատելու ու համաճարակի ժամանակ ճար գտնելու ինչ որ լավ բան արարելու։ Հմ, Հիմա դաչայում վերջերս անում էի պոեզիայի երեկո, տենց բաների վրա եմ։ բաց Պոեզիայի երեկո։ թե ընկերների համար։ Ընկերների համար հավաքված փոքրիկ երեկոներ։ Սեր գրելը շատ դժվար է հիմա, բայց պետքա ըստ իս արվեստագետը նաև ոչ միայն պետք է այն ինչ որ պետքա գրել եմ շատ վաղուց եմ գրել 2018-ին եմ գրել այն ինչ որ պետքա ու կատարվում է հիմա ես շատ վաղուց առաջընկած որովհետև յուրաքանչյուր ճիշտ բանա ստեղծ ինքը մարգարեել է խոսքը առաջ գնալու մասին եմ ասում ոչ թե կենցաղավարության մեջ մարգարե սուրբ չի բնականաբար բանաստեղծը բայց մարգարեություն է անում ժամանակից շուտ, որովհետև ինքը Աստծո քարտուղարն է բանաստեղծը, ինքը ամենամոտն է տիեզերքին գտնվում, որովհետև ստեղծում է 0-ից երևույթ։ Այդ առումով ամեն ինչ գրված է նարչան։ Բայց սեր գտնել, ոգևորվել ինչ-որ պատմությունով ու այս համաճարակի ժամանակ տալ սերը շատ ավելի եմ կարևորում, քան ֆիքսել ինչա տեղի ունենում։ Ինչա որ տեղի ունենում, դա բոլորը լրատվականներն է կֆիքսեն, անհատներն էլ Նարջան, տարբեր մարդիկ կֆիքսեն։ Բայց այս վիճակի մեջ կարկատել, դրա համար եմ ասում կարել անհնարը, կարկատել փրտիկներից սեր ասելով ինչ որ բան, որը ուշ տա, Մարդկանց, հա, մարդկանց ուշ տա։ գիտեմ, Իսկ ինձ կարդացողներին, լսողներին, հա։ նաև, հա, իհարկե 120,000 է կոնկրետ իմ շատ ընտրված հատնտիր մարդիկ են ու երբեք չեմ լցրել իմ Instagram-ը ավելորդ հենց այնց բոտերով ինձ քանակը այդքան չի հետաքրքրել ինչքան որակը դրա համար այդ մարդկանց հանդեպ ես պատասխանատու եմ ովքեր ինձ հետևում են կոնկրետ մի սոցիալական ցանցում կամ նարչան Instagram-ն Իսկ այդ պատասխանատվությունը չի ազդում ստեղծագործելու վրա։ պատասխանատվությունը ազդում է իհարկե Ինչ եմ հարցում, որտեղ օրինակ ես հենց այս նաուշնիկները դնում եմ, ամեն ինչ մոռանում եմ ու մենակ այս զրույցի մեջ եմ ելնում, որտեղ եթե հանկարծ մտածեմ ով ինչ կմտածի, ոնց կմտածի, ինչ կլինի, զրույցը չի ստացվի։ Իհարկե չէ։ Այդ էլ է, գրիչն ու թուղթն էլ դա իմ նաուշնիկն է։ Հա։ Այսինքն պատասխանատվությունը կա, բայց Կա, բայց ստեղծագործելուց ստեղծագործության ժամանակ դու ինչ էլ անես, արդեն այդ բանակին պետքա, հաստատ պետքա։ Դու չես գրում, որ դուր գաս մեկը կամ քեզ հայոյեն։ Դու մեկը դրեցիր նաուշնիկները, քեզ սիրել են արդեն նար, քո տեսակը սիրել են։ Ընդունել են, հետևում են քեզ։ Այդ շատ լավ բառ է, հետևորդներ, բառից իմաստով կամ նայողները YouTube-յան քո ալիքի այս պոդքասթը իրանք հետևում են քեզ այդ նշանակում է դու համ իրանցից կախված ես համ չէ իրանք են քեզ առաջ տանողը դու եղի պարզապես դու եղի հետ մի գնանար հետ մի նայ
պետք է անպայման երբեմն նայել ինչ են գրում քեզ, բայց հիմնականում կախված ելնել, որ անել մի բան, որ մենակ լավ բան ստանալ, չէ։ Ֆիդբեքն էլ չեմ հասկանում, էդ ինչ է։ Ինչի պետք է մի բանը ֆիդբեք ունենա, մի բանը չունենա։ Դու անում ես քո գործը, մեկին այսքան կնայեն, մյուսինը քիչ կնայեն, կարևոր դու ես, այս ծրագիրը քո մասին է, մեր մասին չի, իրական։ Հա, հաստատ։ Այս ծրագիրը քո լռության, քո որակի մասին է։ Ու ոնց է այդ որակները դրսևորվում տարբեր հյուրերի գնալ գալով։ Ես տենց եմ տեսնում։ Ես այդ տեսանկյունը չեն նայա, բայց նայ, նոր հագրեջ եմ տալիս լավուս քեզ։ Այս պոդքասթից հետո ես էլ եմ սկսելու իմ մասին լավ բաներ։ Դու ես սկսելու Ավետ Բարսեղան անել։ Այդ հիվանդությունը տենց է կոչվում։ Ավետ Բարսեղան անել։ Դու բանն ես էլ մեր Kanye West-ն ես։ Ինքն էլ է, չէ՞, տենց բաներ ասում։ Տրակած բաներ ասում։ Մի հատ տենց հայտնի ինտերվյու ունի 60 Minute ամերիկյան տենց հաղորդում կա, չգիտեմ, հետևում ես իրենց թե չէ, ամենահայտնի։ Ասում էր ես ինչ ուզեմ կարող անեմ։ Ասում էր թե ես ուզեմ NBA չեմպիոն դառնամ, NBA չեմպիոն դառնամ։ Բայց այդ երևի կուրորեն ինքնահավատալը ինչ որ լավ բաների կարա բերի, բայց նաև վտանգավոր է մյուս կողմից։ Դե հիմա նայ, ես այդ խաղը չեմ բերում ընտանիք, տուն, ընկերների շրջապ։ Իմ բոլոր ընկերները ինձնից խելացի են, ինձնից տաղանդավոր են, ինձնից շնորհքով են, ինձնից լավ մարդիկ են ու կարգին տղեկ կամ աղջիկներ։ Բայց դու հավատում ես, չէ՞ որ կարաս լավ բան ստեղծես։ Ոնց չէ։ Ես արդեն ստեղծել եմ։ Մենակ կյանքու կռիվը ապրել է հերիքա, որպես երգ եմ ասում։ Կամ չգիտեմ, բասահատ տենց կարող եմ ասել։ Ես շատ լավ բաներ եմ ստեղծել, նայ ու ներվայնանում եմ սկսում Չէ, բան չասեցի ինձ ուզում եմ հաջորդ հարցը տա, որ քո լավագույն երգը որն է եղել։ Իմ սերը քեզ, ես տեղավորվում եմ այդ երգի մեջ։ Հա։ Թևեր թող տա, աղոթք դառնա։ Սերը եթե թևեր է տալիս ու աղոթք է դառնում, եթե տեղավորեմ ամբողջ իմ փիլիսոփայությունը մի երգի մեջ, դա իմ սերը քեզ երգն է։ Իսկ ով ամենալավ կատարել այդ երգը։ Այդ երգը մի կատարող ունի Անդրենա, մնացած հետո հազարավոր մարդիկ կատարել են այդ երգը, բայց կատարողը առաջին բնական։ Դե որտեղ շատ մարդիկ են այդ երգը երգել, էլի, հա։ Բայց դե Անդրենա։ Հա։ Անդրեյ Օվնանյան, Սերգեյ։ Իսկ հիմա ինչ-որ արտիստներ կա, որ հետները աշխատում ես։ Իհարկե, Սարոս իմ ամենասիրելի երգիչներից մեկը։ Սա ես բոլորի հետ եմ աշխատում, բոլորի։ Հա։ Բոլոր երգիչները, իրենց հարգող բոլոր երգիչները առնվազն 10-ից 15 հատ Ավետ Բարսեղանի խոսքերով Սարոս ավելի շատ ունի։ Հա։ Սարոն ընկեր է նախ եւ առաջ ու Անդավաճան իր գիծը Կարեն Սևակ, Ավետ Բարսեղյան այդ երգակից հետ է տանում, որ ուրախ երգը չդառնա պոլի մակարդակի երգ ու դա փառք ու պատիվ Սարոյից, որ չեժանանա գոնե ամենաուրախ երգն էլ ունենա իմաստի նշույլ մեջ։ Օրինակ արի սիրենք այս կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Ուրախ երգ է, մարդիկ տժում են, բայց մեջը կա ոչ իմ կողմից հորինված, բայց լավ փիլիսոփայություն։ Դե հա, տիպը ոնց որ հոգեբաններն էլ են հիմա շատ դրա մասին խոսում, վարկյանի ու այժմ էական չէ՞, նոճան անընդհատ մեզ բերում են այս տոճկը։ Ներկա լինելու ու դու ոնց կյանքին նայում ես, կյանքն է նենց քեզ նայում։ Շատ ենք խոսում հիմա էնտուզիազմ, пребывание в Боге, ինքան լավ բառ է էնտուզիազմը, որ դու անընդհատ զգաս, որ տեղի է ունենում երևույթ, շնորհակալ եմ։ Իսկ ժամանակի հետ ոնց որ տրենդերը փոխվում է, երաժշտությունը փոխվում է, դրա հետ պետքա հավասար քայլել։ Մի քիչ պետք է, հա, որովհետև դու չես կարող ամոքել բառը, լոկ բառը, բառեր կան, որ գնում են հետ։ Հա։ Բայց պոլին էլ չպետք է, էլի, ես դրա անունը դրել եմ պլինտուզից բառեր էլ պետք չի բերել երգի մեջ, որովհետև սա ես սովետական մարդ եմ, ծնվել եմ անցած դարում ու ինձ համար երգը, հեռուստատեսությունը, երգը, պոդքասթը
Մեկը ունի դաստիարակչական նշանակություն։ Անպայման չի երգից մարդ կրթություն, գիտություն ստանա, բայց մեկը ինձ մոտ երգի մեջ պետքա լինի, բայց բառեր կան, որ մեռնում են։ Հա, Շատ բառեր կան, որ գնում են, գալիս են նոր վիճակներ, անգամ շարահյուսական բանն է փոխվում։ vibe-ն է փոխվել։ Vibe-ը, հա, այ vibe-ը փոխվում է։ Բայց vibe բառը մեռնեմ չեմ կարա գրեմ երգի մեջ։ Օրինակ ես արթնացա լավ vibe-ով նա չգիտեմ զբաղվեցի թազա խայպով, էլի չեմ կարա։ Դες դա ստացվեց երգը։ TikTok-ում հաստատ viral կգնա։ Արի փոքրիկ TikTok-ը։ Բայց չեն գալու օրինակ ասեն ավետնատ արին այս երգ գրենք, որ TikTok-ում տարածվի։ Չէ, իմոնք հիվանդ չեն։ Այն արտիստները ովքեր կազմում են նրջանիմ հիմնական աշխատուղու կարիերայի մեջ կան, իրանք տենց հիվանդություն չունեն, որ չնայած ես հասկանում եմ, որ հիմա պարն է սկզբից դրվում, խայբը, հետո նոր գալիս են հասնում են երկին։ Ու դա շատ նորմալ է, ես չեմ ուզում ցիստիտիկի տպավորություն թողեմ ու ես երբեք չեմ բողոքում այն ինչ որ կա գժությունա շարունակեք ժողովուրդ անել այն ինչ որ անում եք թույնա ընտիրա։ Ես գովերքում եմ, որ այդ փուչիկը շուտ պայթի, որովհետև հենց այդ փուչիկին լուրջ ես վերաբերվում ու սկսում ես ներվայնանալ, դու ուժ ես տալիս այդ փուչիկի։ Դրա համար շատ կայֆ է, ով ինչով ուզում է թող զբաղվի, բոլորի ձեռը կա iPhone կամ սմարթֆոն, տենց ասենք, պաժալստ, բոլորդ հաղորդավար եք, բոլորդ աստղ եք, գժություն է ամեն ինչ, զբաղվեք։ Բայց քո կարծիքով այդ ամեն ինչի է բերելու։ Հիվանդության։ Բերել է արդեն, նա։ Ինչի է բերել, հա, քո կարծիքով։ Հիվանդության է բերել։ Ինչ մի քիչ կմանրամասնես։ Ահա, որովհետև իրանք անընդհատ ուզում են մի բան անեն, հանգիստ չէ։ Ես լինելով 30 տարում, օրինակ տելևիզիոնում, ռադիոյում, ասպարեզում, որտեղ կա, ես ին մեջ կարողացել եմ մի քիչ փոխել այդ դուր գալու, չդուր գալու։ Իսկ այդ երեխեքը անընդհատ լայքի ու դիսլայքի սերունդ է գալիս։ Իրանք խոսալուց էլ sense խոսում են, որ բաներն էլ են հիվանդ այդ մեր երեխեքը, ամեն ինչը, կոմիկները, ստենդափերները։ Անընդհատ շուշուտկային ասում, հա, իրանք հիվանդ են, բոլորը գուցե չէ, ստենդափերները հիվանդ են։ Ես տենց եմ կարծում։ Համենայն դեպս ոչ բոլորը պարզա, բայց այն երեխեքը, որ հիվանդ են, ունեն շուտ ասում են, ասես չեն կարող հանգիստ նստեն խոսան ինչ-որ բան։ Օ լավ է, բատ է։ Այս անընդհատ կա։ Թույն շուտ կա, էսի կայֆի հասկացանք, գործը բերում տուն։ Դե այսօր երևի Այդ է իմ համար հիվանդությունը։ ասինքն անընդհատ լայք ստանալու այդ Լայքը, դիսլայքը կամ շուտ կայ, լավ շուտ կայ, էսի կալամբուրներ, էսի հորս լյարդներ, էսի չգիտեմ, տատուս ցավներ, անընդհատ դու չես, դա շատ վատ է, դա ծանրություն է, ոչ թե վատ, այլ ծանրություն է, մեղքեք ստենդափերներ եւ կոմիկներ, եկեք ապրեք ապրուստը, կյանքը, այնի թող մնա գործ։ Ես մի քանի արդեն շատ եմ հետևում այդ երեխեքին, շատ եմ շփվում նաեւ, շատ կայֆ երեխեքին, շատ տալանտլիվ է, բայց հիվանդ։ ուշադրության հիվանդ, տենց կարանք ասենք։ Գործի, ուշադրություն այդքան չեն էլ ուզում են, ուշքները գնում է հայտնի լինելու համար։ Դե եթե TikToker-ները, չգիտեմ, բլոգերների բոլոր այն մարկանց մասին է խոսքը, որ այդ ուշադրությամբ են փող աշխատում կամ էներգիա ստանում, հակա Ես չեմ հիշում ով էր Օսկար Ուայլդներ, թե ով էր ասել, որ հայտնի լինելը դա վատ բան է, ոչ ուզենալ հայտնի լինելը։ Այդ շատ վատ բան է։ Ոնց կարա մարդ նորմալ մարդ ուզենա հայտնի լինի։ Ինչի քո կարծիքով։ Չգիտեմ, դա որտեվ դա Բայց դու այսօր Հայաստանի մենակ այսօր չէ՞ արդեն երևի վերջի 20-30 տարվա Հայաստանի ամենահայտնի մարկանցից մեկն ով է ասում, որ այդ լավ է։ Դա աննորմալ բան է, չէ՞, բացարձակ։ ծանր է այդ։ Դա ավելուր գրուզը, դա գրուզը։ Ինչի էր պետք այդ գրուզը։ Այո, ու ես կընտրեի նորից, չէ, ես կընտրեի բժիշկ լինել կամ չգիտեմ, մանկավարժ, եթե լավ վճարվեր, ես թույն մանկավարժ եմ։ Բայց այդ հայտնությունների հետ
առավելություններ էլ չէ վերում իրեն ֆինանսական ֆինանսական առավելություն կարող է ստանալ ոչ մեր երկրում։ Նարջան։ չնայած հա Հայաստան Ոչ մեր երկրում հայտնիությունը մենք բոլորս ունենք գազի վարձի խնդիրներ կամ ինչ-որ բոլորս ունենք շատ կենցաղային շատ նորմալ մարդկանց խնդիրներ բոլոր նրանք ովքեր ապրում են այս երկրի քաղաքացի են մենք տենց բոհեմյան ու բոմոնդյան կյանքով չենք ապրում որևիցե մեկը ում ես ճանաչում եմ չնայած բանը մարդկանց իրոք թվում է եթե մարդ հայտնի է ուրեմն անպայման հարուստ է այդ էլ է հանրության հիվանդություններից մեկը նարջ ուրեմն եթե հայտնի դառնաս դու էլ հարուստ կդառնաս հա այդ էլ է դրա համար են երեխեքի մեծ մասը այդ վիճակների մեջ ուզում են հայտնի դառնալ վատա դառեք հյուսն խառատ դառեք լավ մենք չունենք լավ գրողներ նար մենք դե շուտով էլ ընդհանրապես չենք ունենա AI-ի պատճառով չէ երբեք AI-ը եկել է օգնի AI չի եկել վնասի մարդուն դե բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տալի որ այն մարդիկ որ AI-ով շատ են գրում իրանք գրելու ունակությունն են կորցնում դե հա ուրեմն իրանք պետք է չէր որ գրելով զբաղվեին ինքը естественный отбор AI-ը естественный отбор выживут сильнейшие հա չնայած մյուս կողմից օրինակ իմ ընկերներից մեկի հետ խոսում ենք մի քանի օր առաջ հենց այդ թեմայով ինքը գրող է ու ոնց որ AI-ը միջակ գրողներին խաղից հանում է որովհետև սաղ դառնում են միջակ գրող բայց լավելը հաստատ ավելի լավ է ներեվալու կարողանա որևէ մեկին ով մեծ քարա հանի չէ օրինակ ես այսօր անգլերենով որ տեքստ կարդում եմ մեկին մեկ կարող եմ ասեմ AI-ը թե մարդը իհարկե որովհետև ինքը չունի մեկ այդ հոգին բայց գնալով դժվարանում դառնալու իրոք գնալով գնալով ավելի GPT-ը գոչվում chat GPT-ն հիմա կան գիտեմ դրանից հետո լիքը ավելի թույն բաներ են դուրս եկել ես դրանով զբաղվել եմ օրինակ Միացյալ Նահանգներում երկեր էինք ստեղծում Արման Աղաջանյանի հետ լավ բան է ինքը շատ կայֆ արագ բան է բայց հետաքրքիր է գիտես որ նա որ AI-ի ու տեխնոլոգիաների տարածման հետ մեկտեղ հիմա արդեն այսօր այդ կա ոնց որ մարդկանց շատերի մոտ խնդիրա իմաստը գտնելու ինչ որ մի բան մոտիվացիա չունեն առաջ գնալու չէ դե ոնց որ սաղորոսոտ ցանց ես նայում ինչ որ մարդիկ անընդհատ քեզնից լավ են ապրում կամ էկրանի մեջից վրեդ գոռում են ասում են ինչ անես քան ուրախ են որ տենց թող տուպոյները վերջապես հավաքվեն տենց բաներով զբաղվեն խելոքները ստեղծեն տենց բաներ կառավարման համար բայց մյուս կողմից է այսօր իրոք սաղ աշխարհում այդ խնդիրը կա որ մենք կորցրել ենք իմաստները մենք չէ ես դու չեն կորցրել ոչ են սիրուն աղջիկը որ նստացան ինքը չկորցրել ինքը չէր կարող կորցնել որովհետև մարդը չենք կորցրել արի մենք չբան անենք էլի նարջան տենց թեմաները ոչ թե չասենք այլ մեր վրա չվերցնենք դու կորցրել ես դու տնից արթնանում ես չէ ես գիտեմ ինչ եմ անում ու դա ինձ ուժ է տալիս որ ամեն օր անեմ ինչ որ անում եմ, բայց ես շատ եմ տեսնում որ իմ շրջապատում շատ մարդիկ կան ու ոչ միայն շրջապատում այլ դրանով դրսից որ մարդիկ չեն ուրեմն այդ մարդկանց տենց էր պետք դա հրաշալի է որ ստեղծվել է այդ տուպությունն ու գեննի շեղումներ թող ստանան իրանք բայց դա ինչի է լավ դա շատ լավ է որովհետև տենց կլինի արդյունքը բայց այդ շատ վատ բանի կարող բերի թող բերի աշխարհը շատ վատ բանի ես գիտես որ մարդուն եմ ամենաշատը սիրում ասա ուզում եմ երկրաշարժի 40 բալ այդ բոլորը մեռն գժվում եմ այդ մարդու մարգարեության համար ես ոնց եմ այդ մարդը թող գա այստեղ էլի տենասով այդ մարդուն կարող եք գտնել բերեք նարեկի մոտ պոդքասթի ասնի մարդ է գժվում եմ այդ մարդու Այ մարդ, որը լիովին է, այ ինքը 100%-անոց ազատված է, դուր գալու, դաժե ես տենց բան չեմ կարող ասեմ։ Դե մարդը բան այլ չնայած շատ լավ։ Այդ թող լինի, մի օր շուտ թող լինի այդ վիճակ։
մի օր շուտ թող լինի, որ մնան նրանք ովքեր մնում են, չմնան նրանք ովքեր չեն մնում, թող մի բան լինի, կարևորը շարժը լինի, դե մեռնելը իհարկե չէ։ Կարող է Marvel-ը քո սիրած հերոսը Thanos-ն է։ Այդ Thanos-ը։ Հիմա եմ հասկանում, նայ Marvel-ը չեմ նայում, բան չեմ, այդ Marvel-ական ոչ է DC, բայց տեղյակ եմ։ Հա։ Thanos-ն էլ հիմա հասկանում եմ, որպես հունարեն մի քիչ իմացող մարդ, որ մահվան հետ էր կապված, չէ՞։ Thanos-ը Հա ինքը այդ քարներ հավաքում, որ այ ես եմ։ որ բանը դեզերքի կեսը ոչնչացրեց։ Գժվել է Thanos-ը։ Այդ դրանից գոհ ես, նա։ Ոփից Ինչի ես առա Ամերիկայից անիմաստ առա ես դու հետևում ես ճշտով այդ ամենը։ Այս 800 օրից ավել է կապարծավրես, ասիկ 2.5 տարի համար, հա։ Հա շատ եմ հետևում, որտեղ ես բան տրիատլոնով եմ զբաղվում, ինձ օգտակար է։ Տրիատլոն։ Հա։ Տրիատլոնը Չէ, բան լող հեծանիվ ու վազք։ հասկացա Ինչ առողջ մարդ բերել եք դեմս, որ ես ամաչեմ։ Դու էլ կարաս սկսես։ Ես այդ թեմով այնքան եմ խոսացել, որ մեկ 0 եմ ես նարչեմ։ Ինչի։ Սպորտից։ Ես որ վարում էի ով է ուզում դառնալ միլիոնատերը, լավ էի լուբոյ հարցից, բացի այդ սպորտը, այդտեղ ականջիս պետք է ասեին անպայման։ Ինչի մասին է խոսքը, որ շատ տուպով եմ սպորտ։ Չէ, ես էլ եմ 0 վիճակեր, մինչև չսկսեցի ու Մի անգամից տրիատլոն, չէ, վազքից սկսեցի, մարաթոն վազեցի, հետո track club-ը մեր այդ սպորտով զբաղվող մարդկանց տրիատլոնին բանարին այնացել ես չեմ սիրում տրիատլոնով զբաղվող։ Փաստորեն այն է, իսկ ես նախանձից որ պետքա բերեի Երևան մեկին, հա ինձ թվաց շատ մեծ բանից հետ կմնամ, եթե ես է չունենամ, 2-3 օր հասկացա, որ շատ ցածր ցուցանիշներ ունի պսիխիկաս։ հա չէ, ինքը կարող կախվածություն է առաջացնել, իրոք մարդիկ կա, որ պետք չի կապեն ես։ Այ իմ տեսակը է դա, որտեվ ես Ով որ լսում է չի նայում այդ Whoop բրասլետների մասին է խոսքը, ֆիթնես թրաքերների։ Շատ լավ։ Այ ես հասկացա, որ քեզ պետքա ու դու դա տրիատլոնի։ Հա եթե տենց ստաբիլ սպորտով չես զբաղվում, իրական իմաստը չկա։ Իրոք իմաստ։ Ախր չեմ հասկանում, բանն էլ քաշեցի նորմալ ծրագիրը քաշեցի, չեմ հասկանում, շատ է։ Ու անընդհատ ոնց որ ես իմ օրգանիզմը վստահեմ ուրիշի ու վրոց մի քնում եմ, ստրես էլ չունեմ, բայց ինքը ցույց է տալի, որ ստրես ունեմ։ Հա։ Այսինքն ինքը ավելի լավ գիտի, համաձայն եմ ինձ։ Դե նա օրինակ հետաքրքիր է նա, որ որոշ տրենդեր է սկսում նկատես, օրինակ եթե ուշ հաց ուտում ես, ինչքան է ուզում ես քնի, մեկը վատից վերականգնվելու, ալկոհոլը շատ ուժեղ է ազդում վերականգնման համար։ Ես օրինակ չգիտեի, որ ալկոհոլը խմում լավ ես քնում, քեզ թվում է, հեշտ ես քնում, բայց իրականում քո պուլսը քնած ժամանակ բարձր է լինում, ու դու վատ ես վերականգնում, դրա համար հաջորդ օրը լավ չես զգում քեզ։ Հա, դա հետաքրքիր բաներ ես բացահայտում։ Գնամ կապեմ այդ ինչը, բայց եթե սպորտսմեն չեմ, ասում դա սպորտային մարդկանց ավելի շատ։ Ոչ միայն սպորտային, լավ, եթե հետևելու ես դրան ու ինչ որ մի բան անելու ես, եթե չես փոխելու քո կյանքը ըստ դրա, իմաստ չկա։ Տրենդային բաներ ինձ թվաց այդ կմնամ եվրոպեական հիմար քայլեր։ Չէ, կապի նայի, տես, չգիտեմ, եթե երեկոյան ուշ ես ուտում կամ ալկոհոլ ես օգտագործում, տես ոնց է ազդում։ Չէ, մարդ չեմ, ավելի սիգարետ, սուրճ։ Այդ է իմը։ Գիշերը սուրճ խմում ես։ Վայ իհարկե, մինչև քանիսը, մինչև այդ երգը գրվում է, բա որ լավն է լինում մի հատ էլ սուրճը դնում ես, մնում ես այդ գործի հետ մեն։ Իսկ քո իդեալական սեթափը որն է, օրինակ սենյակի կամ աշխատավարի, որտեղ ես։ Սենյակս իմ միջնադարան աթոռով իր մի օր արին արջան շատ մեծ հաճույք կստանաս իմ սենյակը ժամանակագրական խախտում կապրես էլի իմ սենյակում։ Դες մի օր բանը փողոցում պատական նուրին տեսանք ընկերոջս հետ իրա տան մոտ ենք, ասեց եկեք գնանք մի 5 րոպեով նստենք, տենց ժամը արդեն 11-ն էր, իրիկունը 5 րոպեով ասենք մտնենք նուրի մոտ, գիտես քանիսն ենք դուսակ
4-ից կեսից։ Եթե որպես սպորտսմեն չի կարելի դեպ վստահ եմ որ նայելու Նուր ջան, ես երջանիկ եմ որ երբևէ ինձ Աստված այնքան ասիրել որ քո նման ընկեր ա տվել, որովհետև ավելի լավ ընկեր, ավելի լավ սիրտ ու հոգի չկա այս աշխարհում, քան դու ես։ Մերսի Աստված ջան Նուրիս համար։ Ինքը կուձեսնիկա մագա, ինքը շատ լավ մարդ է։ Մի հատ հետաքրքիր գաղափար ասեցիր, աղբորպես ոդկասթը լսում էի, ասեցիր, որ այս վերջերս դրա մասին նաև Տիգրանի հետ ենք Համասյան խոսում, որ օրինակ ասում եմ, շատ անգամ դու երաժշտությունը գտնում ես։ Այնտեղ կա, դու գտնում ես իրան։ Դու ամեն ինչ գրած է, ճիշտ է։ Դու ասեցիր ամեն ինչ գրած է ու անտենաները եթե լավն է, դու ճիշտը ստանում ես։ Այդ նույն բանը ես Ռիկ Ռուբինի մոտ էի կարդացել գրքում։ Ռիկ Ռուբինը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկը, որ System of a Down ինքն է հայտնաբերել սարքի խումբ, չգիտեմ, Red Hot Chili Peppers, Eminem, Slipknot, Quincy Jones-ի պես, բայց ուրիշ դաշտ։ Հա, ու նույն բանը ինքը իր գրքի մեջ համարյա նույն բառերով ասում է ու նենց հետաքրքիր է որ այդտեղ կարդում ես հետո այդ նույն բանը ոդկասթում ես լսում ու նման միտք նաև Նարինե Աբգարյանն մեր մոտ ասեց Աբգարյան գրող ոնց որ ես ինքս ճիշտ է ուրեմն ճիշտ է ես չեմ լսել որևէ մեկին ոչ չի կարդացել եմ այդ մարդուն բայց գիտեմ որ այդ տենց դաշտ է կոդը կարողացար գտնես գող ենք էլի մենք գողեր ենք բայց այդ ոնց է աշխատում Դե կա գրած, ոնց է աշխատում, դու ստեղծում ես քո անոթը նենց, անտենան ոնց է ստեղծում, ոնց են կպնում, ես ոնց է կպած ստեղ։ Այսինքն մատրիցայում ենք էլ ապրում։ Բա ինչ ենք անում, այդ դրա համար այդ քարյակը, դրա համար Լանա եւ Վաչովսկիների մյուսի անունը ինչ էր։ Ձեզ էլ եմ շատ, այ նորի չափ շնորհակալ եմ ձեզ այդ տրիլոգիայի իրանք է հաստատած ոդկասթը կնայեն իրանք ուղեղ ունենան զատե այս ոդկասթը կնայեն երկու քուր արդեն այդ չորրորդն էլ է լավ չորրորդը նայել ես ոչ ոք չի սիրում իսկ ես գժվում եմ չորրորդի համար լսի ես մի կես տարի այդ չորրորդը չէի նայում բայց նայ հետո ոնց որ դրեցի նայեցի ու շատ հավանեցի։ Չնայած բոլորը ասում են, սաղ ասում են վատնա, բայց ամենաթույնը չորրորդն է, որովհետև էլ ավելի է թույն, երբ որ շատ լավն է մեջ մատրիցային սարքում։ Շատ ուժեղ ինքնաիրոնիա կար էլի շատ, Էդ էլ է շատ հետաքրքիր։ Ինձ էլ է շատ դզել չորրորդը։ Շատ ավելի քան ընդ երրորդ ֆիլմից եմ ես սկսել ցնդել։ Ու մեկ է շոու Տրումանը կար շատ լավ ֆիլմ։ Ջիմ Քերի։ Այդ մի քանի ֆիլմեր կան, որ ես դրանցից եմ բաղկացած, այ որոնք են Մատրիցան, Շոու Տրումանը։ Շոու Տրումանը կա Պրաստայ Ֆարմալնես շատ լավ ֆիլմ, որը ես ու Նորիկն ենք նայել իրար հետ մեր ընկերոջ Հայանյանի խորհրդով, Տորնատորեի ֆիլմն է։ Ֆիլինի ֆիլմերից եմ, բայց գեղագիտական Выживы только любовники Ջարմուշի ֆիլմից եմ բաղկացած։ Ես շատ եմ կլանում, ես սերիալներից եմ բաղկացած, Foundation սերիալից եմ հիմա օրինակ։ Apple TV-ը շատ լավ է։ Այդ հրաշքեր այդ ամեն ինչը, լուբոյ բան, որ ինձ տալիս է ալտեր իրականության եւ ալտեր մարդու տարբերակ, ես գժվում եմ այդ ամեն ինչի մեջ։ Այդ 1877-ը չշարունակեցին ափսոս ճիշտ տարան դրեցին ու ցնդեցրին ծման вообще պետք է նայել դասավանդել այդ ֆիլմը բան Netflix-ով է կարծեմ Dark կոչվում Dark-ը գերմանացի էլի շատ լուրջ բաներ են աշխատել ու ամենամոտն է временной пространственной континууми խախտումի մասին ինձ շատ է բանը նայ Pluribus Apple TV նոր սերիալ ասես Pluribus հենց Pluribus նորից ասա ինձ հայերեն ռուսերեն ասա Կուղարկեմ ուղարկի բանն եմ անգլերեն եմ նայել չգիտեմ ռուսերենը բանն Ռազդիլենյան ինչ լավն էր Ռազդիլյան շատ գժվելի քերը շատ լավն է այդ Pluribus-ը բանն է ինչա նշանակում որ ասեք ալմոլորակային Ադնայից սեղ մի վարքան այնց հիմա արա հենց հիմա թող մարդիկ էլ իմանան այդ սերիալից այնքան ենք արդեն ոդկասթում խոսացել մարդկան զալ են տարել չէ մարդիկ ամեն անգամ նորովի են գնա
Ատում է pluribus-ը։ Pluribus, множественное. Из многих. Из многих. Մի հատ sense էլ նայեմ, ես մեկ-մեկ pluribus. Apple TV-ով из многих մի սեզոնա դուրս եկել։ Pluribus, հա։ ու բանն այդ Breaking Bad-ի տղենա նկարը։ Pluribus, հա։ Во все тяжкие։ Այդ հասկանում եմ Breaking Bad-ը, չեմ նայել ու դեռ Անպայման նայ։ Ոսրի կազետքին չեմ նայել հայտնիներից ու այդ։ Այդ ես չեմ նայել։ Բայց Breaking Bad-ի Իսկ իրանք ստեղծել են այդ բառը, թե տենց չկա։ Չէ, կա տենց բառ։ Տենց բառ կա, հա։ Pluribus։ Ասում են один. You are a pluribus, один из многих, ты։ Հանգիստ խոսա, պատկաստի մարդ դառնում։ Միկրոֆոն ենք քեզ տալու, դեռ որ քո ձենն է լսվի։ Pluribus։ Մեր ամենաթանկն է վերը, դա ինձ գիտես, մարդ եթե ֆիլմ է, ես քեզ դուխի նվիրեմ թանկա, ինչ անեմ գոհ, որովհետև եթե մարդ ինձ նվիրում է ֆիլմ, այդ գլխիս վրա տեղ ունես։ Շատ հետաքրքիր, կոնցեպտը շատ հետաքրքիր է։ Չեմ ուզում պատմեմ փչացնեմ, բայց խնդրում եմ նայ հետո կքննարկենք, եթե ժամանակ կունենաս, որտեվ ֆունդամենտալ մի քանի մարկային բաներ կա, էլի որ ոնց ասեմ, եթե բոլորս միասին լինենք մի сознание, հա, մի сознание ունենանք։ Հիշում ես Վաչովսկին Լանա, որ առանձին Sense8-ը նկարեց։ Հա, բայց ես չեմ նայել։ Չես նայել այդ, հա։ Բայց կնայեմ։ Էդ էլ է շատ, բայց էդի փոքր բաներով էին։ 8 հոգի էին իրար հետ մի сознание-ի մեջ։ Կարողանում էին մեկը մյուսով մեկը մյուսին կարում էր իր սկիլերը տարբեր տեղեր։ Բայց այդ հետաքրքիր է, էլի մեկը ու վախենալու է, որ մենք մեր օրվա մեծ մասը, կյանքի մեծ մասը մեր ուղեղի մեջ ենք ու որ մտածում ես, որ մարդ կարա լինի ու աշխարհն բոլորը քեզ իմանան նենց ոնց որ դու գիտես։ Հա, գժություն վախենալու է, էլի։ Չէ։ Լյուբոյ կերած քո քակերն էլ, քո կյանքն էլ, քո ամեն ինչն էլ, հա։ Բա դա աստուգոյություն է նաև։ Այդ թող իմանան բարով նայեն մեզ։ Կամ ստեղ ներս կամ դուրս, լյուբոյ տեղ, շատ լավ է, որովհետև դու համ քո կեղտերից ես, կներեք քակ բարի համարի դեպ, կարող ենք պի չկա, չէ, չունենք, հա, ոչինչ, ձեն չկա, բան չի գա, շատ լավ է, օրինակ վերբերը ուներ, տենց որ բանով նայում են հրեշտակները, իմպերիա անգելով կոչվում են, նենց լավ հերոստացիցով նայում են, 3 հոգի, Pluribus-ը այսօր գիշեր ես մի գիշերում ես հետո ցած կարմիր մեծ աչքերով տարօրինակ դուրս եմ գալիս դուրս առավոտվա 7-ին որտեվ ես մի գիշերում կարամ կլանեմ ամբողջ սեզոնը հա կշարունակեմ բայց տնասներ չէ հա շարունակելու որտեվ շատ պոպուլյար դառավ հա Apple-ն է բայց Netflix-ը Apple-ն է հա պոպուլյար դառավ ու մի ասացին որ բան երկրորդ սեզոնը լինելու բայց այդ սերիալը ամենակայֆոտ պահերից մեկը գիտես որն է հանգիստ ասա սպոյլեր արա ամենավերջում գրածա created by humans այսինքն created by humans արտադրված է մարդկանց ստեղծված մարդկանց կողմից առանց AI-ով հա AI չի օգտագործվում որտեվ հետո հա ու ոնց որ AI չօգտագործելը արվեստի մեջ դառնում է ոնց որ luxury հա ոնց որ ձեռի աշխատանք հա handmade-ն է դառնում էլի ոնց որ դու վախում ես ավելի AI-ից թե դուրդ գալիս է ինքը դուր է գալու ու շատ եմ օգտագործում ու հենց այսօր ենք խոսում որ անցած տարի մեր տարբեր պրոյեկտները բիզնեսները իրար հետ մենք մինիմում 2 անգամ ավելի շատ արդյունք ենք տվել առանց ոչ մի հոգի նոր աշխատող վերցնելու մի կողմից այդ լավ է բայց մյուս կողմից ես կարայի անցած տարի օրինակ 4 հոգի նոր թիմակից վերցնել բայց խղճահարական բաներ չէ խղճահարականի մասին չէ նշանակում է նոր մարդիկ որ աշխատաշուկա են մտնել շատ ավելի դժվար է աշխատանքնելու ու էսի անոնց դնենք մարդը վատ բան է եկել եմ պատկաստի ու ուզում եմ
Լավ է։ Ես ազնիվ ասեմ մարկանցով ես բան եմ անում, ոգևորվում եմ։ Շատ քիչ, բայց Դու հասկանում ես, ես հա, ինչ եմ հա։ ասում։ Դե Տիգրանի հետ էլ ենք խոսում, որ այն Հայաստանը կամ հայ ելնելը ոնց մենք մեր ուղեղի մեջ ենք պատկերացնում։ Իմ հայը ու նորն է, դու իրականությունը ես, ուրիշ է։ Նազոսը։ Հայը լավ բան է, բայց մարդը վատ բան է։ Մենք էլի գալու ենք այդ մարդուն հանգենք։ Որ մարդուն։ Ես ուզում եմ իսուն բանանաս եկրաշար։ Բայց շատ լավ մարդ է գտել։ Բայց նաև բան եղավ, չէ՞, շատ ուժեղ ռեզոնանս տվեց։ Նշանակում է շատ մարդն էս մտածում է։ Իհարկե։ Այդ բանը այդ ու մենակ ինքն է բարձրաձայնի ու գմփցրել է այդ դասության մարջը։ Դե բայց եթե բոլոր հեղափոխությունների արմատները նայենք, միշտ է դա եղել, որ գյուղում մի քանակությամբ մարդիկ, ով որ համակարգից մաքսիմում քիչ են օգտվել, իրանք պատրաստ են եղել համակարգը վառեն, ջարդեն, փշրեն։ Տենց եղել է, չգիտեմ, հենց սովետական հեղափոխությունը։ Մտան Չիշիկարեցի վազաների մեջ զիմնի ու ամենա բարձր արտադրողականություն ունեցող մարկանցից հողերը վերցրեցին ու տեսանք ինչ եղավ, սով եղավ, միլիոնավոր մարդիկ մահացան, տաղանդավոր արտիստներին, ստեղծագործողներին, արխիվիկներ, չգիտեմ, ճարտարապետներին բաքսորեցին։ Էվոլյուցիան էլ է լավ բան, բայց ռևոլյուցիան էլ է մաղ, որը թողում է մեծ քարերը, շատ լավ բան է։ Ինչ լինում է լավ է։ Դու դեռ այդ թեզի կողմնակից ես, ինչ լինում է լավ է։ Դες բան չկա, որ վատ է։ Вообще վատ ու լավ չկա։ Կա այն ինչ որ չի աճում, դիեզերքի համար անիմաստ է։ Դինամիկ աճ չբանանող երևույթը ինքը պետք չի դիեզերքին։ Ամեն ինչ պետք է շարժվի, մի բան լինի։ Հա, լավ չի ռևոլյուցիայի օրինակ այդ ձևը լավ չի, որովհետև բարձր Ռամանովներին սփանել է հաճելի վիճակ չի, որ մտածում ես 300 տարվա ռոդը թույն սիրուն թեկուզ իրակի մաֆիլիայով հանդերձ վերացավ սպանին դոմի պացիվ կարծեմ այդտեղ բայց մեկը այդ ստեղծեց ուրիշ բան, այդ ստեղծեց Մայկովսկի հետո հայտնվեց, այդ ստեղծեց ու լավ բաներ էլ է տալիս, հասկանում ես։ Ահա։ Այդ ստեղծեց ՑԿԿ պայսես, դա ուրիշ բաներ ստեղծեց, բոլշևիկներ։ Հա մի բան պետքա ժертва տալ։ Ափսոս որ դա ցարական Ռուսաստանն էր, բայց ստեղծվեց ուրիշ բան, ստեղծվեց այլ համակարգ։ Հետո այդ համակարգը քանդվեց, ստեղծվեց այլ համակարգ։ Ցիկլիչն է ամեն ինչ, դա համար լավ ու վատ պետք չի շտապել ասել։ Իսկ դու ասացի, որ ոնց որ գրողները, արտիստները են մարդիկ, որ ստեղծագործում են ոնց որ տրենդերը կամ ավելի շուտ տրենդ չասեմ, ավելի շուտ է զգում, որ ինչ անելու։ Քո կարծիքով մեզ ինչ է հասարակական առումով մոտակա 5-ից 10 տարին կամ ինչքան հեռու է ստանում ինչ անելու։ Ինչ տրամադրություններ ես տարածաշրջանը ես տեսնում եմ, որ շատ կարևոր մարդիկ պետքա ցնի։ Դրա համար միշտ հատակա ունենալու, բայց ի վերջո չենք վերանալու։ Ցավոք սրտի թե բարեբախտաբար չգիտեմ, քանի որ մեր դասարանցիները բոլորը չկան, մենք մնացել ենք, ուրեմն մեր վիբրացիան դեռ տիեզերքին պետք է։ Ես տեսնում եմ, որ մի 100 քանի տարի կամ չգիտեմ, մի 3 դար հետո այս տարածաշրջանը կարևոր տոճկա է այս երկրագնդում։ Ես вообще Իսրայելին ու մեզ եմ տեսնում որպես տոճկա, մնացածը խաղաքարեր։ Մեծ ու փոքր։ Ես այդ երկու տոճկեքն եմ տեսնում։ Սինգապուրի հետ։ Այդ Սինգապուրը չեն մեծ լավ է։ Սինգապուրն է։ Ես Իսրայելն ու ես մեր երկիրով եմ տեսնում առաջին ովքեր խաչեցին, առաջին ովքեր ընդունեցին պետական կրոն։ Ես տենց եմ նայում մնացած պտույտներին։ Դու չէ կարող ես նայել вообще։ Իսկ հանրային դաշտում ինչա հանրային դաշտ է, որ խաղադաշտը ինչա ֆուտբոլի դաշտը։ Ուզում եմ մի քիչ հետ գնանք քո ավելի տենց վաղ տարիներ։ Ոնց հայտնվեցիր այս ամեն ինչի մեջ։ Գնացի երկի թատրոն, դուրս շատ եկավ Նարջան ու ասեցի, վայ ինչ լավ է, ես եկամ։ Ես առաջի կուրս էի 1990
Հա չէ, ես 4-րդ կուրսիկն եմ, 97 թվականին ես ընդունվել եմ մանկավարժականի պատմական ֆակուլտետը, որը դառավ պատմաիրավագիտական ու 4-րդ կուրսում հայտնվեցի 21 տարեկան էի։ Հա։ Երգի թատրոնում Միլեն Ամերիկյանի իմ քույրիկը Նադիայի մոտից Սարգսյան գնացել էր երգի թատրոն, գնացի որ տեսնեմ Անիտա Նախվերձյան դուրս եկավ վարելու, այդ ամեն ինչը շատ դուրս եկավ, ասի ես էլ եմ ուզում։ Վարես։ Վարեմ, հա։ Հա։ Գնացի ընդունվեցի, շատ կեղտոտ լակոտ էի, Անդրեն ինձ չէր ուզում ընդունել, Անիտային բրտեց, ասեց, այս սրանարի չընդունեք կեղտոտ լակոտա։ Ինչ է երգելու, տնաս հետագա եմ, եթե ես չընդունեմ։ Անդրեշս։ Բայց Անիտան հարցրեց ինչ եք կարդացել վերջին անգամ, Անիտայի համար դե շատ կարևոր է մարդու գիտակցությունը, կարդացածության առումով, ասեցի Նաբոկովի повестները, ու ասեց դուք ընդունված եք։ Հետո Ultima Thule-ն էի կարդում։ Ու ոնց սկսես, ոնց գնաց քո կարիերան։ Ինչպես տեսնում ես, հիասքանչ։ Քո աշխատանքներ, բախտը բերելներ, ինչ որ մարդկանց կողմից տաղանդ նկատելներ։ Տաղանդը, չէ։ Արթուր Գրիգորյանը բնականաբար շատ մեծ քար է իմ կյանքում։ Հա։ Որպես վարժապետ, մանկավարժ ես շատ բաներ եմ սովորել, բայց ես որևէ մեկին, բացի իմ ծնողների գենետիկայից, իմ մորս դաստիարակությունից, հորս գենետիկայից ու սեփական օժտվածությունից որևէ մեկին շնորհակալություն խոնարհում չունեմ, ու սեփական աշխատասիրությունը, որովհետև երբ որ շնորհքին միանում է նաև աշխատասիրություն, ապացուցելու, դա դու դառնում ես հրասայլ, տանկ ես դառնում, որը լղջելով գնում է առաջ։ Մարդկանց գլխերը, չէ, ճանապարհը լղջելով։ Ես որևէ մեկից չեմ վերցրել իմ երբևէ, որևէ մեկից չեմ վերցրել իմ ունեցածը իմ ունեցածն է։ Այնտեղ որտեղ ես եմ գտնվում, այդ իմ տեղն է։ Որևէ մեկի գլխով չեմ անցել, որևէ մեկին օգտագործելով չեմ անցել։ Ու զարմանս բոլոր նրանց թվում էր, որ 18 թվականից հետո ես կմեռնեմ, շտապում եմ ձեզ հիասթափեցնել, ես էլ ավելի եմ ծաղկել ու այն մարդու անգամ բացակայությունից հետո էլ ավելի եմ ծաղկել, որի հետ հիմնականում փոքր մասշտաբ ուղեղի մարդիկ նարջան համարում են, որ իմ հաջողությունը կապում էին օրինակ տվյալ մարդու հետ։ Իսկ քո գիրքը ոնց գնաց։ Լավ ընդունեցին։ Հա։ Հայելիսը Նուրնա Սարգի Արամահավետիս բաժանը։ Դիզայնը հետաքրքիր է շատ։ Նորիկս է մտածը։ Նյումերն էր, չէ՞, Հա, տպագրել։ Նյումերն էլ տպագրեց, դե մեր ամենալավ հրատարակչատունը Արտակին եմ Ալեքսանյան շատ շնորհակալ, բայց իհարկե մեծագույն շնորհակալությունս այդ Նուրնո Արամն են ավետիս ու Լիլիթը, ով պրոդյուսերներ գրքի։ Հա, այսինքն լավ ընդունվեց, մարդիկ սիրեցին։ Մարդիկ այդ դարավ ռիտուալ գալ, որ ես ստորագրեմ, գցեն ու հետո դարավ ուրիշ խաղ, ով տանը որտեղ է դնում, ինչ հատվածում։ Հա։ Ինքը դիզայներական էլ է կայֆ, դե ջանամ թե չեն կարողանում, բայց կարող է դրած ասել։ Իսկ վախենալու չի, օրինակ գիրք թողարկելը։ Շատ դե 45 տարեկանում նարջան արեցի։ Հա։ Բայց վախ կար մեջդ, որ շատ վախեն չի, փոքր ծրտել էի տակս վախեց։ Ոնց էր։ Սենց դող, որովհետև այդ 17 տարեկանից գրել ես այդ քոննա միակ բանն է, որով դու չես կիսվել ու էտել ես տալիս իրանց։ Բա ինչա քեզ մնալու։ Այդպես գոնե դու սենց բան ես, օй ես ունեմ, ես պոետ եմ, հա, ջայնեմ իսկ երեք էստրադային ավետ Բարսեղանի, բայց ես պոետ եմ զատո։ Հիմա մի բան ունեմ, բաց ռուսերեն գրածներս ավելի լավն են իրանք։ Ռուսական պոեզիաս ավելի ուժեղ է։ Այ դա դեռ չեմ տվել, այդտեղ հենվում եմ տեղ։ Էդ է որ տվեցի, ես կարող մեռնեմ։ Արդեն վախենալու բան չես ունում։ Այ երկրորդ հատորը պետք է ռուսերեն լինի նարչեն։ Հիմա արդեն կարաս ասես նաև պոետ ես։ Ես վաղուց էի ասում։ Բայց գիրք չունեիր։ Ով դիպլոմ չունի։ Հիմա կարող եմ ասել, ես բանաստեղծ եմ, որտև գիրք ունեմ, հա։ Իսկ ժամանակակիցներից հայկականում ես կամ ավելի լավ երկարին։ Արամ Ավայտիսս, հա, 10 տեղ դատարկեն, հետո գալիս է, ես պոետներին եմ ասում։
Իսկ հիփ-հոփ արտիստներն ոնց է։ Ոնց 3-3-ս հրաշ գինկերները Ֆելոն, Չիլան, Միշոյինք, սաղին սիրում եմ, սաղ պոետ են, Վնասը, Հա։ սաղ պոետ են, ինչ որ չափով, բայց բանաստեղծ չեն։ Ինչն է տարբերությունը։ Որովհետև պոեզիա կարող են գրել, բայց բանը ստեղծելը այդ եզերքին շատ մոտ է պետք լինել ու շատ ուղեղ է պետք ունենալ դրա համար։ Ոչ բոլորը այդ դաշտում ունեն հիփ-հոփի դաշտում կամ ռեփի դաշտում այդ ուղեղը։ Բայց լավ պոետներ կան։ Բանաստեղծը շատ լուրջ բան է։ Это вам не хухры-мухры։ Դե բան հիփ-հոփին նայում եմ որպես ժամանակակից բանաստեղծության ձև։ Ես էլ եմ տենց նայում, բայց ինչ է։ Ու հետաքրքիր է նաև արտիստներին հետևել կյանքի ընթացքում ոնց են իրանք զարգանում։ Էդ էլ է։ Ու իրանց բառը ոնց է փոխվում։ Խաչբառը դառնում։ Հա։ Չէ, խաչբառից գալիս են ինչա դա։ Ես ճիշտ ասած 3-3-ն է, որ ասում եմ հիփ-հոփ, ես Միշոյին շատ եմ սիրում, բայց իմ համար հայկական ռեփի զարգացումը ավելի շատ էդ է։ 3-3-ն է։ Իմ բոլորը իրար հետ։ Հա, որովհետև Միշոյինք շատ էին անոնսան, հələ հեսա գամ կասեմ, ասեք մի անգամ, հեսա տեսեք ինչ հանգ եմ բերել, ուրա։ Բայց շատ եմ սիրում իհարկե Միշոյին էլ, Հայկոյին էլ, իրանք մեր ռեփի գագարիններն են։ Հա, հայ տղեկը։ Հայ տղեկը։ Հիմա իրանց մասին ֆիլմ է նկարվում։ Հա, շատ լավ են անում, որտեվ իրանք բացառիկ։ Եթե չեմ սխալվում 27 թվին դուրս կգա մյուս տարի։ Ինձ անգամ դուրա գալի ասում է, ձենով կարող է լավ չեցնում քեզի կարող է շատ էս էլ եմ սիրում շատ, էդ էլ է շատ հետաքրքիր աուտենտիկ։ Բայց հետաքրքիր է որ դու Վնասը սիրում ես։ Ես ավելին ասեմ, ես Մոնկի մրցանակաբաշխությունը հատուկ գնացել եմ, ասել եմ գրածել Վնաս, վայ, ասի, ես տղուն չեմ ճանաչում, ես պետքա ճանաչեմ։ Գնացել ես ինքս այդտենց գնացել եմ, ասել եմ Ավետ Բարսեղյան։ Ինչ ասեց։ Ոչ ման ինքն է իր անունը տվեց։ Ծանոթացանք, որտեղ ես պետքա դաշտում բոլորին, բոլորը պետքա ճանաչեն ինձ, ես բոլորին։ Հա։ Հա, իրանք հիմա երևի ինքը ամենապոպուլյար արտիստներից մեկն է։ Ինչ վիճակը։ Ինչով է ձենի ու այդ վիճակը ինչի մասին իրանք երգում են, իրանք չէ, հիմա արդեն ինքը մենակ է մնացել։ Այդ շատ հետաքրքիր է, պետք է հասկանալ ուրա գնում, էլ եմ կրկնում, հասնելը հեշտ է։ Հələ սպասեք մնանք, գնանք ուրա թխվում այդ հացը ինչա դառնում։ Ասացիր ամեն ինչ պետք է աճի շարժի մեջ լինի։ Դու հիմա ուր ես գնում։ Ես գնում եմ դեպի պարզացում։ Մտքի, պահվածքի պարզացում, հեշտացում, հանդարտություն ու ներդաշնակություն։ Ջան, ես գնալով կդառնամ դու։ Դու էլ բայց պետքա տրաքես դառնաս ես։ Այդ տրիաթլոնը հենց հաղթես։ Հենց Ironman արես։ Դառնում ես տանատոս։ Բայց ո՞նց է այդ ճանապարհը հետաքրքիր է։ Ո՞նց ես դրան գնում։ Դե տեսակա չէ, երբեք դու չես դառնա իմ նման անդաստիրակ տեսակ։ Ես է վրաց լի քեզնից կարողանամ սովորել այդ ներքին շատ հմայի չանմեստությունը ու զուսպլնել։ Ինչի համար տղամարդու մեջ ամենահմայիչ բան։ Իսկ գրելու մեջ ոնց ես փորձում բարձրացնել, էլի օրինակ այս մի հատ գիրք կա։ Ես օրինակ շատ եմ ուզում գրել։ Գրես։ Ես առաջ գրում էի բանակից հետո ընդհանրապես պոեզիա գրելը մոտ ջարդվեց։ Ես մինչև այսօր մի տող բանակից հետո չեմ կարողացել գրել։ Բայց էսեյներ գրում եմ, նյուզլեթերներ գրում եմ ու գրել ինձ շատ դժվար է տրվում ու այդ թեմով գիրք էի կարդում, որ ոնց ավելի լավ կարողանամ գրել։ Ոչ չի կարա ասի ոնց, ինչու դու կողմ։ Բայց ընդդեմից շատ հետաքրքիր բան ասեց, որ ինչքան ավելնորդ բարդ կա պետքա հանես։ Ջուրը հանես։ Պարզեցնես ու հարգես քու կարդացողին դրանով։ Ճիշտ է ասում, որտեվ կարատե պետք չի մտքի անել։ Պետք չի տարտարալ։ Շնորհակալ եմ, որ ավելի խելացի լինես։ Դու պետքա գրես այն, ինչը իր ժամանակը խնայես ու իր ուղեղը չտանես բռնաբարության։ Ասա հանգիստ ասա ջուր։ Հա։ Մի ասա հաշերկու օից ծնված կնդլա ծխծուցը, պետք չի, ջուր է այս։
հարգի այդ մարդու ժամանակը, որ ինքը ուրիշ բան, որ կա գրականություն, որը ֆորմայով տենց է։ Ես դեռ այդ սովորում եմ այդ ընթացքի մեջ եմ։ Չնայած իմ տողը շատ պարզ է, շատ պրիմիտիվ դաժե մարդկանց կարա թվա ու այդ 20 պոետների տենց խմբակներ վայրահաճային կարան չհամարեն ինձ պոետ։ Կստացի ձեզ է վերաբերվում այդ կուտոկին, բայց ես շատ լավ պոետ եմ, բանաստեղծ եմ։ Պարզ, հանգիստ։ Իսկ այդ պարզունակության ու պարզության տարբերությունը ո՞րն է քո կարծիքով։ Պարզունակը միտքն է։ Պարզունակը տափակ է։ Պարզը մեծ բան է։ Չես բարդություն ես դու հասնում պարզ։ Պարզունակը տզիկություն է, էլի, ինչ է, պարզունակ, պետք չի պայզայի մեջ, ինչի զեկ է, որ պարզունակ ունես։ Պարզունակը բանն է, պրիմիտիվն է, չնայած էդ էլ է լավ բան, պրիմիտիվիզմ էլ կա, տենց ուղղություն կա, չգիտեմ, ամեն ինչ է լավ է, թող ամեն ինչ է լինի, դու գրի կարևորը, ու պոեզիա գրի, որովհետև բանակից հետո ինչ կապ է, որ չես կարում քանդես։ Չգիտեմ, մտածել եմ չեմ գտնում։ Քեզ պետք է խփել պոստը ուժեղ դեմքիդ, այդ ժամանակ նոր ջան, սա տեղը կգա ապեր։ Այդ տրիաթլոնում չկա բաներ, որ տակ իրար դեմքին։ Ձեզ վերջերս հեծանևից լավ ծխվել եմ դնում։ Այդ դրանից հետո չես գրել։ Պետք է օգներ, նո չեմ գրել։ Չօգնես, բայց մի հատ է կփորձես այն հեծանևի սեզոնը բացվում է, սպասում ենք անհամբեր։ Այսօր առաջ մի հատ զղկվես, ցավը սկսես գրել, բայց անվնաս զղկվես։ Եղանակները բացվել արդեն, պետք է շատ դրանից մարդիկ հրաշալի։ Այսօր Այսօր կորը մարդկանց դեպքի ժպիտները հանդիպել։ Փոքր խավարասերների պես դուրս եկեք։ Արև եք տեսած։ Իսկ երբ որ գրում ես քո բանաստեղծությունները, առաջինը ում ես սովորաբար տալիս կարդան։ Ոչ մեկին, մեկ անին է, կինս է գալիս իմ կաբինետ, ստիպված եմ իրան, որտեվ ասում Ավետ ջան, բա ինչ ես գրել, հələ կարդա իրան։ Ես իրան թողում եմ, ես այդ րոպե տրանսից որ դուրս եմ գալիս, հետո կարդում եմ, այն օրը որ դաչամ այդ պոեզիայից երեկոյին, կա ես բան կար, որ կարդացի, գիտես ոնց հավանեցի։ Գժություն է, շատ դուրս եկավ, որովհետև այդ րոպե ես իրան էլ չեմ անդրադառնում։ Ես հիմնական առանց ջնջումներ էլ գրում եմ։ Ասում այդ գողությունա դու մտնում ես դաշտ, լսում ես ջեբերը, գրպանները դել չէ ջեբերը, ջեբը ուրիշ է, գրպանը ուրիշ։ Ու դուրս ես գալիս այդ տարածքից։ Հետո նոր ուշտարու աչքով նայում ես ապրանքագետի։ Մի հատ հետաքրքիր թեզ կա կոչվում է 4 գազօջախների թեզ, որ ոնց որ ցանկացած մարդու կյանքում 4 բան կա, այդ առողջությունն է, ֆիթնեսը, աշխատանքը, ընտանիքը ու ընկերները։ Ու ես փաստորեն 4-ը չունեմ իմ, երրոջախը, քառոջախը։ Հենց էտա սպորտը չկա։ 4-ը սովորաբար ոչ մեկ չի կարող իրար հետ համատեղի։ Մեկը կամ երկուսը միշտ ուժում է։ Հիմա հետաքրքիր է կոմոդ որն է։ Ես նայ հանեցի արդեն։ Սպորտը դուրս եկավ, ընտանիքն ու ընկերները ու աշխատանքը։ Սա համակցված այդ երեքը կան փառք Աստծո։ Հա։ Կան այս սպորտը, մենակ սպորտը։ Մի տարի նորը համոզեց գնացի հետը պարապելու, սպորտ էլ չէր էդի բաներ, ֆիթնես, ջիմ եմ գնաց։ Էդերու էդ էլ պետք էր, որ բանում ուզում էի լավ տեսք ունենայի, ով է ուզում դառնալ միլիոներ։ Էկրանին։ Ուզում էի էկրանից ես բիցեպսները սերևան։ Էդ է եղել, թե չէ, էլ ուրիշ սպորտ է։ Իսկ պետք է այդ տենց ինչ որ բան լինի, որ ես չերես այդ կամ սպորտին։ Հա։ Վիզուալ սիրուներ։ Վիզուալ սիրուներ եմ հալը, հա։ Ինչ շտապ ծրագիր է պետք։ TV հետ կգնաս։ Կգնամ, ինչ որ օր կգնամ։ Բայց ինչ որ պլաններ կա, թե դեռ չէ։ Դեռ չէ, դեռ։ Բայց չես ուզում օրինակ քո ինչ որ հաղորդումը ունենաս YouTube-ով կամ թեկուս ոդկաստ։ Բայ ախր որ ես ունենամ, դուք սաղը դուրս կգաք այդ առանցքից։ Իմ ամենաքրքիրը կլինի, որովհետև ես չունեմ կարմիր գիծ, իսկ ես գյորմամիշ չեմ։ Բայց անցելա դες մտքեր։
Չէ, ճիշտ ասած ես հյուր ելնել ավելի եմ սիրում։ Հա։ Բանաստեղծելն ավելի եմ սիրում, գնալ խոսալ խոսքից, այս խոսակցությունը ինձ ավելի է բան կան։ Չի եղել։ Բայց հասկանում եմ, որ այս վերցրեց դաշտը հիմա ով է նայել վերջի անգամ Դե տելևիզոր։ TV-ն էլ է YouTube-ը իրական հեռուստատեսության համար է բոլոր Երբեք հարթումները իհարկե YouTube-ում են։ չի TV-ն TV է, մեկը։ Դե մենք տենց բյուջեներ չունենք, մենք չենք կարող տենց ոնց որ տեխնիկական որակ ունենանք, ոնց որ հեռուստատեսություններն է։ Բայց նայելիությամբ հաղթած է էլ այսօրվա դրությամբ։ Ոչ, փոխվում է։ Փոխվում է։ Մեդիան փոխվում է, մարդիկ ու մեդիայի տեսակից է նաև այն մեդիայի տեսակը, որ մարդիկ շատ են օգտագործում, դրանից է կարելի այդ մարդու մասին երևի շատ բան ասել։ Երևի ով է ինչ ուտում։ Հա։ Մենք ենք ինչ մենք նայում ենք, հա։ Հա, այսօր հա տենց է, մենք Դիտողում, ենք հա։ ինչ որ նայում ենք, ու ուզես չուզես, այդ ամեն ինչը քո վրա ազդում է։ Օրինակ ինչ որ գաղափարներ որ անընդհատ լսում ես, Դրանից է սկսում բախկանը։ Սկսում ես, հա։ Չի ոչ մի բան նայել։ Կարդալա պետք է այդտեղ ընտրությունը, որտեվ քեզ մեկը մեջ տալիս են, կերակրում են այլ բան, էլի։ հա, գիրքը շատ է օգնում։ Գիրքը, որտեվ մի հատանոց քո ընտրությամբ, քո աշխարհ բերածն է։ Հա, ուզես չուզես ուշադրությունը պետք է տեղ Հա, փոխես։ Գիտես ինչն է շատ օգնում ու եղել ռեստարտ անելու, որ կարդում ես ու փորձում ես դա գրես։ Ոնց որ փոխադրության նման։ Հա, բայ ես սաղկանքը տենց եմ արել։ Ոչ թե փոխադրության, այլ ես աշխատել եմ իմ գրքերի հետ։ Բերեստեղ, փողերը գրե, ինչ որ չեմ ճանաչում նայել, հետո ընդեղից բերել ստեղ։ Իմ սաղ գրքերը տենց բան են, աշխատանքային։ Հա։ Դրա համար ես շատ կարդացած չեմ, բայց այն ինչ որ կարդացել եմ, մի քանի անգամ կարդաց։ չէ, հիմքային խորացել եմ Հա։ մեջ։ Իսկ գրքեր կա որ վերընթերցել ես։ Չէ, այդ չեմ սիրում, ինչ որ վերընթերցել։ Դե կինոներ կա Մատրիցան 1800 անգամ նայել։ Հա։ Չէ, գրքեր չկան, որովհետև այնքան շատ է ինֆորմացիա նորի, որ ես չեմ վերընթերցել, չէ։ Գիտեմ, որ տարիքի հետ, չգիտեմ, ձյուման կարող է ուրիշ ձև կարդաց կամ, չգիտեմ, այլ բաներ, որոնք հիմք տեն։ Գրքի հետաքրքրություններից մեկը գիտես որն է, այդ գրքի մեջ ավելի շատ ես քո մասին բան իմանում, քան օրինակ տելևիզորով, հա, ասած, որտեվ այն ոնց որ դու դա անցալում ես, դա քո այդ պահի դրությամբ եսի, չգիտեմ, կարդացածի ուսումնասիրության, հետաքրքրությունների, դաստիարակության այդ ամեն ինչի արտացոլանքն է ոնց որ։ Լավ բան է, լավություն է սովորացնում գիրքը։ Մենակ ես մնում այդ սաղ փողերի հետ։ ու ինքնաճանաչման լավ բան է, էլի դրա համար գիրքը ինչ դիեզերք է Չարենցներ ասում։ Անսահման մի դիեզերք։ Գրքի հետ մենակ մնալը լավ բան է, իսկ մարդիկ հիմա չեն սիրում մենակ մնալ, որտեվ բան չունեն իրար հետ։ Դրա համար վախում են մենակ մնալ իրանք իրանց։ Դրա համար գիրքը այսօր էլի դառնա աուդիո կնիգա։ Մենակ մնալու վախենալու է, որովհետև շատ անգամ սկսում ես ինքդ քեզ լսես, իսկ դա շատերի համար անտանելի է։ Մարդ սեփական ձենը չի սիրում լսի, որտեվ տուպո է մարդը վատ բան է, էլի եկանք հասանք դրան։ Չէ, դե բայց մեկ Արի փակենք սրանով ծրագիրը արջան։ Մարդը վատ բան է։ Չէ, իրականում Աստծո հրաշք, չգիտեմ ինչա։ Մարդը շատ լավ բան է։ Ու վատ մարդ չկա, կա իսկապես տարածություն դեպի այդ մարդը։ Ես էլ եմ մեծանալով չեմ հասկանում։ Իսկ ինչ երաժշտություն ես լսում։ Իսկապես չեմ լսում ոչ մի երաժշտություն, ինչ էլ լսում եմ, դա իսկապես մենակ Բաժեստվինի Բախն է։ Ինձ հանում դեպրեսիաներից, մենակ Բախ։ Բախից բացի ուրիշ բան Չէ, ես այդ որ ասեցի, Red Hot Chili Peppers, այդ ռոկը вообще իմը չի, ջազը իմը չի։ Ես մենակ կարող եմ այն ինչ որ ես եմ գրում, նենց չի որ դնում լսում եմ, կան գործեր որ անդրադառնում եմ իմ գրածներին, բայց հիմնականում Բաժեստվինի Բախը։ Մենակ այդ։ Հետաքրքիր է որ այդքան կարդում ես ֆիլմեր նայում ես, բայց երաժշտությունը սահմանափակ է շատ։ Ինձ չեմ թողել։ Չնայած այնքան հարուստ բան ես լսում որ այդ մարդը սաղ ասել է էլի դրանով, էլ արդեն սաղ
Սաղ արել է։ Շատ լավ բան է բախը։ Այ բախը պետքա չմեռներ։ Այ բախը լավ մարդ է։ Այ բախը լավ մարդ է։ Այ բախը։ Իսկ լավ ու վատ մարդ քո համար տարբեր Իրականում չեք մեծանալով, էլի ելնում էսի առու սկսվող մարդը կամ տարբեր բաներ լինում են նարջան, բայց հիմնականում հասկանում եմ, որ չէ ինքը իր համակարգում ապրող նորմալ ինքը վատը չի, տես չի լինում վատ մարդ, ինքը չի մտածում ինքը վատ բան է անում, չէ, ինքը տենց է ապրում, իր գիծը տենց է։ բայց չես հավատում որ կան մարդիկ որ Չէ, հատուկ վատություն են ոչ ոք հավատա չի անում, հատուկ վատ բան, հատուկ, եթե դա հանցագործ չի, մարդասման չի, մնացած պարագային, չնայած նրանք էլ երևի մտածում են, սպանում են, որտեվ լավ բան են անում, փրկում են մեկի կյանքը, չգիտեմ։ Վատ մարդ չկա, չէ։ Իսկ հիմա ես հերքում եմ ինքս վատ մարդ չկա։ Դարսը տվեցի որ ինքդ քեզ հերքես։ Ես գիտեի որ տենց ես պատասխանել։ Վատ մարդ չկա։ Մարդը մտի իր համակարգ, հələ մի հատ հասկացի, եթե դու այդքան լավ մարդ ես, հələ մտի այդ մարդու աչքերով, այդ մարդու ծելադվիժենիայով, այդ մարդու տիեզերքում, հասկացի, ինչի այնքը ըստ քեզ վատ բան արել։ Բայց տենց մյուս կողմից բոլորին կարաս արդարացնես է։ Իհարկե։ Ես բոլորին արդարացնում եմ։ Ու ուզում եմ, որպեսզի բոլորը 50 բալանոց երկրաշարժի տակ։ Չկա դե իսկականից վատ մարդ չկա, ոնց կա։ Տուպոյ մարդ կա, տափակ մարդ կա, անհումոր մարդ կա։ Վերջեմ, բայց վատը ո՞րն է վատ։ Քո համար կա վատ մարդ։ Դե ինչ անի մարդ, որ դու ասես վատն է։ չգիտեմ, գողանա, սպանի։ Դե այդ հասկացանք, այն Զապովիձի բաները մի կողմ թողեցինք, նարջ։ Չնայած մարդիկ կան որ Դե հետ էլ ասում գողանում եմ երեխես սոված չունեմ։ Հա, դա։ Կամ գողանում եմ տամ աղքատներ։ Տենց բան է կա, էլի որ երեխա Հիտլերին տենայր կսպաներ թե չէ։ Ես չէ, բացարձակ չէ։ Երեխա Հիտլերին ինչի սպանես։ Երեխա է, պետքա մեծանա, պետքա իր առաքելությունը կատարի։ Հիտլերը Այդ մարդիկ որ պետքա բոլորը սկսվի այդ պատերազմը, այդքան զոհ պետքա տրվի 6 միլիոն հոլոկոստի ընթացքում պետքա դու լավով նայի 47 թվին դրա շնորհիվ ստացան պետականություն եւ պետություն ունեցա զոհասեղանի նայով 6 միլիոն հրեա բայց արդյունքում պետություն որը քթից է բերում աշխարհի ցայսօր այդ լոգիկով մարդիկ կան մեր ցեղասպանությունն է այ արդարացնում։ մենք չունեցանք դրա իտոգը մենք ինչ շահեցինք դրանից ոչինչ Մենք է ունենք պետություն բայց ոչ դրա շնորհիվ դե հա կամ ոչ այդ գնով մենք մենակ ունեցանք 1.5 միլիոնի հանուն հավատքի նահատակվածների սրբադասում Էջ միացնի կողմից ավել բան մենք գենոցիդից չստացանք բայց այդ դժվար թեմա է էլի օրինակ մտածած գենոցիդից ինչ կարար ստանալ դե բա շատ թեորիաներ կա Գրիգորի Կլիմով կա տենց շատ հետաքրքիր գրող որը ապացուցում էր որ Հիտլերի պոլուկրովկա է եվրեյը հատուկ էլ տենց թեորիա զագավառը կար որ ինքը արեց դա որ հետագայում ստանալ հա դա հрьяաների վրով ինչ էր ասած ինչ էր ասես ես էլ կողմնակիցը չեմ թեորիա զագավառի մարդեր համարում էր դա չարք մեր վրով է կան թեորիա զագավառը շատ հայեր որի մի մասին մենք շատ կուրորեն հավատում ենք որ մենք ընտրյալ ավետյաց երկիր ենք օրինակ շատ հայեր հավատում են որ մենք այտենց բոլորից լավն ենք ախր այդ համ ճիշտ է համ բոլորից վատն ենք այդ մի տոճկում պետք է այդ հասկանանք որ մենք բիպոլար ենք համ բոլորից լավն ենք համ բոլորից վատը լավն ենք համ բոլորից վատը հայ տեսակը հրաշք
տեսակ ճիշտ է, չի կարելի ասել մենք շունչ ենք, չնայած մենք մեր երբեմն տեսակետով եւ պահվածքով շունել ենք, մենք ամեն ինչ ենք եւ ոչինչ։ Նույն տոճկի մեջ հայը կարա լինի գենիալնի կրեատոր ու փառահեղ դեստրուկտիվ։ Դե ոնց որ Նույն բոլորը տոճկում, նույն։ Մենք համ չենք, մենք կամ չենք, մենք եւ ենք։ Իսկ նույն մարդը երկուսն է կարող Վայ լինի։ հա, հայը մի պարագայում կարա դեստրուկցիա անի, մյուս պարագայում կոնստրուկցիա։ Իսկ Հայաստանից բացի որ երկրում կապրեիր։ Շատ Կիպրում կապրեի, Կրետեում կա, Ռեցիմնո քաղաքում կապրեի, փոքր այսքան քաղաքակրիտում, բարի հրեշտակային քաղաք ծովով։ Չի ապրի Երևանիցս բացի այս Կասկադի այդ հատվածը վերևից մինչև Թամանյանի այդ իմ Երևանն է դրանից եկող իսկականից չեմ ապրել։ Բայց հեշտ մտածել ես արտագաղթելու մասին։ Չէ, երբևէ ամենածանրին պերիոդներին երբևէ չեմ մտածել որ գնամ Լոս Անջելես Գլենդելում ինձ լավ կզգամ կամ Մոսկվայում կամ որևէ այլտեղ։ Չէ։ Երբևէ չի լինի, տենց это ինչ պետք է լինի, никогда не говори от судьбы, от сумы не зарекаются, բայց я зарекаюсь։ Կապրեի շատ քաղաքներում, շատ թույն քաղաքներ կա, չի կարելի տենց Երևան նախտով չեմ տառապում, ես չնայած գրել եմ Երևանի մասին լավագույն երգերը վերջի 20-ամյակի, բայց չապրենք էլի Երևանը լավն է, ես է գնամ ով մնա այս քաղաքում։ Վերջում դու ես դառը։ Այնքան կայֆ տպեր կան, այնքան Երևանը։ Պարզապես չեմ ուզում շատ գնան են մարդիկ։ Երևանը էլ գունապնակը, որ ներկերը քչանում են, չի կարում նկարի իրադարձություն այս քաղաքը։ Նարջան։ Որտեղ այս քաղաքը ունի իսկականից էլի դա դա փառահեղ բան է, Երևանը տունը շենք չի, Երևանը մենք ենք։ Մարդիկ որ գնում են, էլ ասած գույներ չկան, էլի կայֆ բաներ նկարի։ Ես էլի սխմեցի ինչ որ բան։ Այդ բանը ձեների համար, բայց մենք ձեներ չենք։ Հա, ձեներ չկան, հա, այսինքն ինքը չի կարում ստեղծի երևույթներ, որտեղ շատ մարդիկ գնում են, չէ՞, պետք է հետ գան։ Այս կանե շենքեր կային, ձեր շենքում կեսը մարդ չի մնում այս շենքում։ Դե շատ նորակառույցներ կան։ Դե թող կան մնան տարբեր երկրներից, որտեղ իսկականից ժամանակն է լինելու 2026-ին լիքը նկար կա նկարելու ու Երևանին պետք է ալնելու գունավոր ասած պինդ խտացված ներքգույն մարդիկ։ Իսկ քո կարծիքով քաղաքը ոնց է փոխվել վերջի, չգիտեմ, Շատ լավ ամեն ինչ անում, ես քաղաքի չնայած երբ սկսեց շինարական բումը 14 թվականից, չէ, 14-15 Երևի ես տես չեմ հետևել, իմ համար ինչ լինում է շատ լավ է։ Ընտիր է, թող տես լիքը գեղցի բաներ աճեն, հետո կգնա մի բան, հետո կդառնա լավը։ Հետո միշտ հիշի այդ երկրաշարժը 50 բանանոցը։ Թող կառուցեն, հետո երկրաշարժ կլինի կքանդվի։ Երևանն էլ եմ ասում, տուն ու շենք չի, ինչ ուզում են թող կառուցեն, որտեղ ուզում են, թող սաղ գան օպերայի վրա, սաղ կենտրոնը լինի շենք, կարևորը մարդիկ երջանիկ լինեն, իսկականից այդ երջանկության մասին վերջերս խոսք գնաց սեքսի նախարարության մասին, ես ենքան եմ հավանել այդ միտքը, շատ, ի տարբերություն են, հազարավոր, որ գրեցին, ինչ սեքս բառը չէիք լսել, կամ եթե դուք գաք, դուք արդեն դրա ծնոտում եք, բայց սեքսի նախարարություն խիբած են։ Չէ, դե ուզում եմ ասեմ երջանիկ լինեն, նախարարություն պետք չի դեր։ Հա, մարդիկ երջանիկ լինեն։ Մարդիկ երջանիկ լինեն, բավարարված լինեն։ Բավարարված։ Ով ոնց պատկերացնում է, մեկը ծառի հետ, մեկը զանավեսկայի հետ, մեկը վարակույրի կամ մորակույրի հետ կապ չունի, ով ոնց ուզում է թող երջանիկ լինի։ Մենակ այս քաղաքը շնչի վերջապես։ Մտածում ես, որ Երևան տենց խնդիր կա, մարդիկ երջանիկ չեն։ Ես երջանիկ եմ, դու գուցե չգիտեմ, լավ դեռ չեմ ճանաչում, բայց կարծում եմ ինքնաբավ մարդիկ երջանիկ մարդիկ են տրիաթլոնով զբաղվող։ Իրանք ինչքան պետք է երջանիկ լինեն, որ Եվա սպորտով զբաղվել երաֆած։ Կարծում եմ քիչ է։ Բենզինը վարելիքը քիչ է։ Իսկ լոկոմոտիվին պետք է մի քիչ ավել։ Քո սիրած տեղ Երևանում։ Ասեցի արդեն Կասկադը մինչև Թամանյանի ձեռները դրած այդ հատված։
Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում։ Պարզ մաքուր բան կապ չունի այդ ջուրը կարա այս մարդու վերաբերմունքը 3 անգամ գնաց եկավ։ Այդ շատ ոգևորիչ է։ Որտեվ կարար երկրորդ անգամից ասել տնաշեն բադյան կա ունես կամ հաճախամիզություն կսկսի մոտը դեր չեմ բերում։ Մաքուր բաները։ Այսօրվա դրությամբ դու Նարջան քո խելքով, քո զսպվածությամբ, լսելուտ կուլտուրայով այդ ոգևորիչ է։ Վաղը կլինի ուրիշ բան ոգևորիչ այս քաղաքում։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք live քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, master class-եր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։